Աշ ոնց որ այս էպիզոդի զվուկը այդքան էլ լավ չի եղել։ Ապա ասում եմ կարող է չթողարկենք, Հայկին խնդրենք մի հատ էլ գա նկարենք podcast։ Բրո, բայց որ լավն է վիպուսկը ափսոսա։ Համել մարդիկ կարոտած կնան վազվուկով աղբորպեսին, ոնց որ աղբորպես չլինի։ Իսկ դուք вообще ոնց նայում եք այս ինտրոները։ Հա, Ում համար ենք տանում։ Հստակ նայում եմ։ Առաջեք տալիս։ Չէ, նայում եմ, որտես դա շատ կարևոր բան է խոսում։ Կարևոր բաներ եք խոսում։ Ոնց էր քեզ Հայկի հետ խոսալը։ Շատ կարևոր։ Շատ կարևոր է խոսալ։ Դզած։ Հայկը սիրածս մարդկանցից մեկն է աշխարհում։ Հայկը սիրածս մարդն է։ Շատ կայֆ նստեցինք ափսոս որ ազար մի շեք նստենք, բայց մի քիչ բաներ լարված խոսակցություն, ցած բան, էլի թիզանը։ Ես Բայց հաստատ այնքան լարված չէ։ Ես դուրս նվերի հետ խոսացի ու ես հասկացա իմ սխալները։ Ու ես ներողություն եմ խնդրում բոլոր նվերասերներից։ Իմ Պատիվներս պահել եմ նենց է։ անբարական պայվածքի համար։ Բայց մենք կարևոր նորություններ ունենք։ Մենք երկար քննարկում ենք sense հարց, որ մենք շուտ ուզում ենք դες բան անենք։ Երկար քննարկում, կես ժամ, հա, շվաղ- գիշերը գրեցիր։ Միտքը վաղուց կար, բայց հիմա իրագործվում է։ Մենք սկսելու ենք սթրիմեր անել, այսինքն ամեն 4-րդ թողարկումը լինելու է live, այս առաջին մեր live-ը լինելու է ամսի 15-ին, չորեքշաբթի ժամ 8-ին, հյուր լինելու Միկա Սամսոնյանը, հրաշալի ու անձնավորություն, անպայման tune-ին եղեք, նայեք, մեր համար այս առաջինն է լինելու ու շատ կարևոր է, որ ինչքան կարողանանք շատ մարդ ներգրավենք, որովհետև եթե լավ ռեզուլտատ ցույց տանք, այդ ավրջանք է պահանջում այդ live-ը կազմակերպելը, եթե դա չլինի, մենք կշարունակենք եղանել, եթե չէ, մի քանի անգամ կփորձենք, եթե չաշխատի, չաշխատի։ Դե որ սկզբնական լինելու են մենակ ստենդափ կոմիկներ, ոնց։ Հա, սկզբից մենք ստենդափ կոմիկներին կանչենք, մենք տեսնենք, որ արդեն մենք բավական հետևողական աուդիտորիա ունենք, որոնք նայում են մեզ, որ մենք կարող ենք արդեն կոմիկներին, որոնք մենք սիրում ենք, որոնց ուզում ենք, որ դիմանանք դուք ավելի շատ որպես մարդ, ոչ միայն որպես կոմիկ, մենք Լուիսիկեին։ դա Լուիսիկեին դտալն կա։ Այ Միկա Սամսոնյան։ Այ, Չորեքշաբթի։ հայկական։ Հա, բայց հա, նվերի պատմածը շատ է դակի բաց, դա որ բանա, ես գիշերը կեսից ես ոտս միտք առաջանում, որ մարա կոմիկների հետ լայվ էր։ Գրում եմ նվերին գիշերը, բուկվալի գիշերը, նվեր ասում հա թույն դզեց բան անում ենք, բան Երիկին եմ գրում որ հանդիպենք բան քննարկենք կազմակերպելը, քննարկում ենք, ես մյուս օր գալիս եմ, ստե արդեն մարդիկ զբաղվում։ Ստե արդեն լայվը ավել պրծել է։ Ստե մարդիկ արդեն զբաղվում։ Սովորաբար ես սովոր չեմ տենց Այդ գիտես եմ ինչից է աշը։ Ես սովորաբար որ մենք խոսում ենք, ասում ենք հա թույն միտքա ու երբեք չենք իրագործում։ Բայց ես սարունել սկսում ենք։ Ապա դրանից է մի քիչ գրոտ է սկսում։ Որովհետև spin production-ում աշխատում են պրոֆեսիոնալներ։ Սա սպինից է գալի։ Իրար է բանը, Բայց իրակից են։ Հա, բայց դե կա տենց բան։ Ես բուկվալն բան, այս երեքշաբթի օգնում եք դետո ժնեպրն եմ պատմում, մեր կոմիկներից, ասում եմ sense վիճակ, պատկերացնում ես, պատմեցի ու իրանք սկսեցին այդ անել։ Ես ասում եմ պատմից դες բանը շա կա։ Մեր համար բանը, երբ որ կոժերը ասում ամեն պրոյեկտը լավ դե մի տարուց կարող է իրականանալ։ Ճիշտ է, ոչ անհամբեր սպասում ենք, սա ուշքում ինքս հետ է եկենք այդ անելու, ինձ թվում է շատ կայք կանցնի, մի քիչ ուրիշ ֆորմատի է լինելու, ուրիշ ստուդիայում, աուդիտորիա լինելու, կարող է դուք ուզում եք Ճիշտ է, դուք կարող եք live մասնակցեք, գաք միանալ, նստեք նայեք live, նվերին տնակ շոշափեք։ Բայց մենակի։ Կստացի բանը, Հայաստանում կան են շատ մարդիկ, որ ուզում են էլի sense ինչ-որ բան նկարել։ Ինչ։ Աղբորպեսի նման ինչ-որ բան խոսքի։ Չեն կարա, բայց Հա, կսած ճիշտ է, նման է։ Ու քրոջ պես podcast կարող է։ Ինձ կացի լիքը մարդ հարցրել, ուր եք, հարցնում են, ոնց ենք podcast կազմակերպում, ինչ անենք, ինչքան փող ա պետք։ Այս համարով կարող եք Դիմեք սպինին, ներքին կազմակերպում են։ Հա, ու իմիջիալոց, եթե դες դզում ա պրոյեկտը, եթե դուք ուզում եք մեզ օգնեք, կարող եք Իդրամից փողով ալ։ չէ։ Չէ, չունակեք դա հակը։ Սկզբից Patreon, հետո Իդրամի փող։ Ճիշտ է։ Վարունթագրվեք Patreon-ում, մենք արդեն սկսել ենք նոր կոնտենտ գցել, sense բան ես իմ threads-ից հին տեքստերը, իմ ինչ-որ պատմությունները, որտեղ ես իրական պատմություններ եմ պատմում, մի քիչ հումորով, մի քիչ ոչ, սկսել ենք հրապարակել Patreon-ում, принципе դուք կարաք շատ երկար threads իմ ու գտնեք իրանց,
Բայց շատ ավելի հարմարելի կարեք պատերանում կարդաք։ Ես հուսում եմ մենք իրենք ձերի կգցենք, ասես կարեք պրոստը բանալфագրվեք կարդաք։ Հա, դե բացի տեքստերից էլ ընդունիքը բան կարդում։ Բայց եթե ինչ, նաև կարաք մեզ աջակցեք պատվիսկաներից մեկով բանալфագրով, այս պայման մոտ կարծեմ 5-10-15 $-ով նոց պատվիսկաներ կան, իրանց մեջ շատ մեծ տարբերություն չկա, բայց այդ ձեր աջակցության ոնց որ մոտեցումն է, ինչքան եք դուք պատրաստ մեզ անցեկան։ Հա, իդա մենք արդեն ոնց որ թողնենք բուստիել, հա։ Բուստիել ունենք Բուստիել ունենք։ donation-ներ կարող անեք, սթրիմի ժամանակ է շատ կարևոր է նույնը, եթե դուք donation-ներ ուղարկեք, որ մենք տենանք ձեր աջակցությունը։ Ախպեր, ոչմ եթե ունեք, ողը ուղարկելու դուք արխայք մենք ձետնի գտնենք։ Որտեղ հա, այս բան արդեն այն հարցն է, ինչքան մենք կարանք առաջ գնանք, ինչքան նորմալություններ կարանք մտցնենք այս ամեն ինչի մեջ, որովհետև այս բանը սկինը շատ ոգևորված մեզ օգնում է, բայց այդ անverջ չի կարող տևի, որովհետև այդ ամեն ինչը ծախսատանում, ու պետք է սկսվի ինչ-որ բայց ռեդբերտ։ Դրա համար եթե դուք ինչ-որ գովազդի տարբերակներ ունեք, դες պետք է գովազդել ինչ-որ ապրանք, մեզ պետք է գովազդել։ Կարանք մեզ դիմեք, մենք դա կանենք, կմշակենք ինչ-որ լավ պայմաններ։ Գիտեք ոնց են գովազդում։ Շատ լավ։ Որ եթե դուք ունեք ինչ-որ ապրանք կամ ինչ ասեցիր, Ծառայություն։ կամ ծառայություն, մենք էլ ինձ կգովազդենք, Ես տնտեսագիտական եմ ասում, հա, որ կկրակից դա ապրանքների եւ ծառայություն։ Մենք են բանա, դու ասես անգամ Telegram ալիքում բաժանով։ Անպայման բանալфագրվեք ախորպես նվեր Telegram-ալիքին, եթե դուք շատ կայուն հոգեբանական անոշություն ունեք։ Այո։ Դուք չեք պատկերացնում դա ինչ է կատարվում։ Դրա կատարվում։ Իմիջիայլոց, բայց իրականում ոդքասթի մասին բոլոր սպոյլերները, որոնք ես նվերին ասում եմ, մարդու միացա, ինքնեք ծվա։ Ես եթե դուք ուզում եք առաջինը տեղեկանաք ամեն ինչի մասին, ինչ որ կապված է ոդքասթի հետ, բանալфագրվեք նվերի ալիքին։ Էլ ինչ կար։ Էլ ու կան բանալфագրվեն։ Հոպե։ Մեր չես կաների։ Սիրեք մամաներին, լվացեք ձեռները։ Թող նայն ոդքասթների կախոսած նայն։ Աշոտ։ Всё, լավ։ Դու մեկ որ բաները սփինում չեք նկարում, բաներ, խոսքը որ զուգարաններ գնում ինֆորմայ, կասե դու չենք կդրում, էլի թողում ենք, ասենք, բայտակ բեկել աշոտը կարող ասել զուգարանն այդ գնամ գամ, ու այդ իմը նմբեր մեջ, ոդքասթի։ Հա, գնում եք գալիս է էդի ոդքասթի մեջ կա, էլի։ Հա, բայց բան է, էլի մամար միշտ օրակ է, փոխենք մենք ձև թափում, որ մենք չենք էլի։ Ու էդի ես չէի մտածել, էլի աշոտը որ եկավ ոդքաստ, ասում եմ, բաներ եկեք թողենք, էլի, էդի ժիվոյ վայբա տալի, ու իրոք տենց ոնց որ աշխատեց էդ էլի։ Ես ում մոնտաժը կա։ Հիմա արդեն մենք չենք մոնտաժ անում, ես տենց մենք նոմա չենք անում, բադերից ու մոնտաժները կտրան նենց ենք մենք ավելի դասավորում, բայց փորձում ենք։ Ինձ մոտ կողքը դու։ Այն որ ռեկ տված, շոֆերայի կամերային կասեի սպին։ Եթե ինչ մեր կամերաները ռեկ է։ Հա, ռեկ է։ Դե ուրեմն սպին։ Խազերից խոսանք մի քիչ։ Խազերից։ Դե դա չէ, անցաբետ թեման, պրոստը Նուրայև ամներ մոտ ոդքասթին խոսացինք դրանից։ Ինչ որ տես բան նկատեցի, որ շատ մարդիկ ոնց որ հրաժարվում են, էլի, մասնակցեն։ Բերում այդ ու Հա դուք եք խազերի մասին խոսը, ես չէ, բայց այն խազերից անպայման խոսանք։ Խազագիտությունից են ուզում խոսել, բայց ինչքանով եմ ես խոսանք, արի են խազերից խոսանք, այդ խազերից խոսանք, ասում կոմիտասիան, հա։ Կստի այդ խազերի մասին շատ եմ մտածում, գիտես ճամոք խազագիտությունից, որովհետև որ նայես այն ոնց ենք մենք գրում երաշտում, մեկը ազդում է նրան վրա, ոնց ենք կառուցում, էլի, ոնց որ ինքը ազդեցություն ունենում է։ Ես ընդհանրապես խազերից տեղյակ չեմ, իրանք ինչ ֆորմատի են, ինչ նոտաբերություններ են իրենց ներկայացնում, էլի, ու եթե մենք դրանց պայենք, ոնց մեր երաշտությունը ուրիշ ձև կարող դասավորվել, էլի, ոնց դա խազեր ինքը։ Դե ես մասնակից չեմ իհարկե, իմ տեղեկությունները այսպես սիրողական մակարդակի վրա են, ինչ որ բաներ կարդացել եմ կամ ինչ որ YouTube-ում դասախոսություններ եմ լսել, մոտավոր կարող եմ ասել, որ խազերը այսպես ասած հայկական նոտաներն են, խազագրությունը միջնադարից են դա։ Այսօր խազեր կան, որ մենք օգտագործում ենք, բոլորս գիտենք, այսինքն կետադրական մի ստորակ այդ Լուրանց խազերից է գալիս, հա, խազեր են։ Այսինքն չգիտեի, հա։ Խազ խազերն են, որ պահված են։ Բայց ինքը արդեն ու 9-10 շուրջ 11 դարում շատ այսպես ծաղկուն շրջանի մեջ անցավ եւ զարգացավ խազերով գրանցվել են հայկական շարական եկեղեցական հոգեվոր երաժշտություն, բյուզանդական, հունական, այսինքն շատ այդպես հարուստ երաժշտական ոնց որ Էլդորադոն լինի, Էլդորսն այդ ոսկի քաղաքը, հիմա երաժշտական Էլդորադոն խազերն է։ Կոմիտասը
շատ երկար 20 տարի այդ իր հսկայական աշխատանքի հետ մեկտեղ ամենով խազերի վրա աշխատել ու բացահայտ է գաղտնիք էլի որ այսինքն ոնց է եգիպտական հիերոգլիֆները ինչ է X կետ ոչ ինչ է հասկանում ինչա ու ինքը այդ բանալին գտավ բաց խազերը սկսեց կկապարս միջին եւ բարդ խազ չքննեցին ինքը ոնց որ վերցանեց աշխատանք արեց սակայն կիսական 1910-ականներին ապթեմի նամակ ունի դրած որ ասում է ես գտել եմ խազերի բանալին, բայց դեռ վերջակ չեմ դրել եւ 15 թվականի ապրիլի 24-ին երբ Կոմիտասի հետևից եկան այդ ինչ ասում սունդուկը որի մեջ իր ինչ մի քանի թանկ մանր նվերներ իր համար թանկատունելի եւ ամենակարևորը աշխատությունները այդպես կորան գնացին շինացանք մի մասը ոչնչացրին մի մասը ասում պոլսի պատրիարքան այնպես այնուամենայնիվ այդ աշխատանքը հետո մարդիկ շարունակել են բայց մի օր բացահայտվի դա շատ ֆենոմենալ հսկայական Կանզը էլի։ այդ ինքը ինչ որ աշխատել է ինչքան որ աշխատել է այդ տևությունը չի մնացել էլի չէ մնացել են աշխատությունները Իսկ вообще դու դերես ինքը ինչ նոտագրություն է։ դե ասենք Չասենք նշանքը պարի կանոն, այմես ասում եմ Google-ս դա դերում է, շո սիրունիկ նախշեր, մեկ ասենք զայրը դուս եկավ, դա ինչ ասես բաներ էլի, ես չեմ կարող, մասնագետ բայց բանն է հետաքրքիր որ ասենք եթե վերցանում են դա ամեն ինչը ու խազագրությունը ինչ կմտնի շրջանառության Չէ, դե դա չէ, եթե դա բայց ինքը բաները արդեն կսկսեն վերցանել, չէ, եթե վերցանվի դա ոնց որ հայկական արտադրության համաշխարհային մշակութային քանզ է եւ դա ոնց որ եւս մեկ անգամ կփաստի ինքնությունը մշակութային ներկայացումը հետո միայն հայերի համար չէ դա իրացող ուզեմ շատ մասնավոր բայկա թե չեմ պատկերացրու այդ վերցանեն ժամանակը պիսնոտանալի վերացեն եւ ինչ որ երկչախումներ երկին այդ ամեն ինչը գիտես ինչն է հետաքրքիր հիմա կա խազագրությունով գրած ու երևի կա չէ այդպես բան կա որ որոնք հազարավոր բան չեմ հասկանում ինչ են կա որ վերցանեն արդեն կարող Ահա, այդտեղ։ Ինքերս գնացել էր ողորի շանը, գնացել էր Մխիթարյան միաբանությունը դեպքազի, ասես որ այնտեղ թոքեբոր երկերը կամ պատարակուրան խազերով գրանցված բանալին։ Ինչ որ չափի կա, էլի, այսպես ասենք puzzle-ի մի մասը կա։ հա Ես մեկտենց երազանք ունեմ։ Չնայած որ ասում չգիտեմ, կանեմ չեմ անի, ինքս բավականին լուրջ աշխատանք արել։ Այսօր էլ աշխատում եմ այդ ուղղությամբ, էլի, բայց դա ասում եմ that's čo թիմ հավաքել դա խազերը բացահայտելու համար բավականին լուրջ գիտեք մանեմատիկայի կճոծում աստաբանություն շուտ թեմաներ էլի բացի մենակ աշխատական բանից մտածում եմ այդպես ուժեղ թիմ հավաքել որտեղ կլինի ունեք նկարիչ մաթեմատիկոս երկրաչափ երաժշտագետներ մի խոսքով կոմիտասյան թեմայի հետ մասնագետ ծրագրավորողներ Եվ ինչ որ արհեստական բանականության հետ փորձել արտադրել ինչ որ դատաբազա ստեղծել եղած գիտելիքներով Բայց այդ ֆենոմենը հաստատ կարա աշխատի, որովհետև ես հիշում եմ մի բան այդպես նորություն կարդացել էի, որ արհեստական բանականությամբ կարողացան տեքստ կարդան վառված թղթից։ Այսինքն դա վառված թուղթ է, բայց այսինքն նկարել են կարդացած կա, հա, կարողացել եմ եկալ բան դեկոդալ։ Բայց հաստատ ճիշտ է կարդացել, թե անկապ։ Ես ասում եմ, կարող է Մենք խորացել ենք, դե որ արհեստական բանակ Ես որ բանային այդտեղ ճիշտ է, հաստատ Այդ որ միտեղ զագալովը կարդում ես, դες նոմա մեջ որպես ինչ որ հստակ ինֆորմացիա, բայց որ դու ես կարող ես սուտ այլ, ես չգիտեմ։ բայց այդ պրոստը հիմա միտքա մոտը բավուս կա միտքը մի տարի առաջ ես ասացում հա ինքնուրույն կարելի դե հիմա օրինակ չգիտեմ ես գիտեմ որ Կոմիտաս Թանգարան ինստիտուտը այդտեղ Լուսինե Սահակյանն է դուությամբ աշխատում են ես ոնց որ դու որպես մասնավոր էլի կարող եք օգտից մի հատ բան գտնեք ձեր թիմով որ կօգնի աշխատանքը չգիտեմ դե ամեն դեպքում շատ խաղքին է սիստեմը ընդհանրապես էս ճիշտ է դարույթ ես արդեն ելույթները մնում հանդիպումներ պատմում բայց այստեղ չափ կա էլի ես ինձ դիրքավորում եմ այսպես հուսալով պրակտիկան իմ արտիկա որ այսպես տիտաներում էլի այնքան գիտելիք ունեմ որ ասենք լսում ես իրանց գրասներ կողմից ասում ես քանի կամ դիաբետ որ այսքան գիտելիք Բայց դա գիտես ինչ բան կա որ այդ գիտելիք այդ մարդիկ որ իրանք գիտնականներ են մեծ մասով որոնք հետազոտում են այդ ամեն ինչը
բայց պետք է այն եգոր շերտը լինի էնտուզիաստների, որոնք հետաքրքրված են դրանով, թե չէ այդ գործը անիմաստ է լինելու։ Այ կոմեջ ինձ Ոնց որ դու ավելի ոնց որ պոպուլարիզացնում ես, ոնց որ կան ես բան գիտական պոպուլարիզատորներ կան, ոսկի Neil deGrasse Tyson-ը կան։ Բարև ձեզ, դուք ով եք, ես գիտական պոպուլիզատոր։ բայց գիտական պոպուլիզացիա։ Հա, նաուչ պոպ է։ Իսկ դուք ես պոպուլիզատոր։ Ան ինչ աշխ։ Ես պոպուլիզատոր եմ։ Այդ կարևոր գործ է։ Ուժը պոպուլիզատորի գործ չկա։ Որտե բան է, այս գիտական այդ բան շեմը ինքը շատերի համար տես վախացնող ինչ-որ բան է։ Բայց երբ որ մարդը ոնց որ մենք այսօր լսում էի լեկցիան դասանում, որ կոմիտաս մասին պատմել, այդ հումորը, որով դու այդ ամեն ինչ անես, դե քո այդ ստենդափի հմտությունը ինքը մեկը մնում է, էլի, որ դու երբ որ վերել լսնում, մեկը մի բան ստալու կասես, ոնց որ հիմա ունեն, չես կա, պրոստը դուր չանտա։ Կարող եմ այսպես լուրջ, մի քիչ ավելի ծանր ձայն։ Երևա ցայք։ Դե ավելի բարձր է, սա։ Ոչ ոք չի քան։ Ինչա որ բան ձայնային տվյալները վարժեցրել ես երկար ժամանակ։ Ամենից կյանքում ասենք մի 10 տարի առաջ ինչ-որ մեկը որ ինձ ասեր դու առավոտը շուտ գնալ ես փորձ անգլիզ սխալով չի հասկանում։ Տենց է չէ՞։ Մարդը հիմա այդպես չասեմ ամենուր, բայց հաճախ շատ գնում եմ փորձում եմ աշխատում եմ իրականում մի 10 տարի փնտրտուքներից հետո ոնց որ ես գտա ինչ եմ ուզում անել, էլի առաջիկա 10 տարին օրինակ տեսնում եմ սրտանց ինչ եմ ուզում անել։ Զոտիֆիեր։ Ինչով է ինչ Բարդի ո՞ց եմ ասնես ասում։ Չէ, կոմիտասիոն։ Կոմիտասիոն։ Էդ կշարունակեմ դե նայ ինչ որ ստենդափ երգ, ազնվոր հեղինակային երգ, ինչ որ սինապ ինչ ասես անեցի։ Մի հատ կինո կա չի դեք կամ Սկուշացիր ավտոմեքին ինձ հայոց մի հատ հատված կա թատրոնի լիցինը Լեգենդար սաունդթրեքը։ հա ժեմ դերասաններից ասում կավո մի տոլկի մի գրա իմ ասում ինչ ասես չի այս վերջի շրջանում որ եկա կոմիտասիոն արդեն տենց սկսեցի շատ կոնկրետ փորձել աշխատել ձայնի վրա իդե ձայնի մասին էլ տենց ինչ որ սկսեցի ուսումնասիրել ինչա ձայնն ընդհանրապես էլի տենց սպարս հարցա թվում բարձ պատասխան տպելու ձայն ինչ դուրս է գալիս բայց ընդ լիքը թեմաներ կա բարձր խորանալու համ հումորի տեսանկյունից համ տենց լուրջ փիլիսոփայական տեսանկյունից ասենք նախ ձայնը մեր շփման գլխավոր միջոցն է հետո օրինակ մեր ու աշխարհի առաջին շփումները անկարումները ձայնայինն են Ահա 16 շաբաթականում մարդը որ յուրաքանչյուր մարդ չգիտես ասենք Ալիևն ածանվելու Հիտլերն ածանվելու թե կոմի բասադարնալու չգիտես էլի այդ բանը չկա 16 շաբաթ մենք սկսում ենք ձայնել ինսերտի Ալիևը Որպես օրինակ, բայց չէ ուզում ասեմ 16 շաբաթականում չգիտես այսինքն գիտակցություն չկա բան ձայները սկսում ենք լսել ենք ալու ծնվում է մարդը մենք այս չէ ծնվում ես ու դիա մամջան ու տենսը պատկերացրին այսինքն առաջին չչում է թե չչում է դե տեղ կստում ենք ու ձեն համ մի առաջի օրը շաբաթ ժամերը չենք տեսնում լսում ենք հետո որ նայես մենք ձայնային աշխարհներում ենք ապրում էլ այսինքն հիմնական ակալները պատկեր, վիզուալ եւ ձայն է։ ու ձայնը Շփոթական ձայն չենք ուշադրություն դարձնում, արդեն սովորական է դա, ինչը բայց բարձրացումը շատ կոնկրետ հոգեբանով է, ֆիզիկապես, հոգեբոր տեսանկյունից մեր վրա ազդում է։ Եգրես ոնց որ ինչ մենք պատկերացրեք առանց ձայն ես անում։ չէ, բաց նրանց մենք Սկսում են Վաննա, նախորդակալենք նախորդակալում ենք լում ենք, ընդեղ բան էր, սանալն է ձեր սիրելի զոհի։ Բլես ձայնը շատ սիրամորին է։ դες վատը նախորդակալում որ ձանագրում ենք, ընդեղ բան կար, տես մի հատ սանալանի ձեն էր անդազ միանում, ինքը փոնին վրա է անցնում, մեկ էլ ինքս ես դու թուլանում ես մի անգամ, ջորս որ Այ ճիշտ է, ռեյկից ավել ու շուտ մի հատ խալեձնիկ միացրած մի ու չանջատ են կինադո էլի այդպես վիճակեր անընդհատ մոռանում է անջատի Իսկ դες ինչն է ավելի հետաքրքիր դարձնում այս թեման ինձ համար որ բաց այդ արտաքին ձայներից որ կոնկրետ մեր վրա ազդում է դրանից այսինքն գորարով մենք բան ասես ուրիշ հանգիստ ասես եւ այլն հետո դասին ձայներով կառավարվում են էլի մարդիկ ասենք միայն մեկ օր մեկ անգամ ասես դիտի ասի չէ որ տեղ ասի եթե կամ ասենք Հավի թևիկներ դա շատ տարբեր ձայներ կան էլի տարատեսակ բայց բացի դրանից լետվիկում մտը կա ներքին ձայնաշներ վիբրացիաների մեջ ու կոմեջ ձայն անար չէ ասենք որ դու քո այդ վիճակից համաձայնվում ես ինչ որ տենց երեխայի ձայն ծնողի ձայն ես անտրությունները ձայները առնում են ավելի կարևոր է ովրթի ձայն ու այդ ներաշխարհը որի մեջ բանը մարդը բարձր կետը խղճի ձայնը
Ահա։ Շուրսից լիքը թեմաներ կա ձայնել դրապած ու այդ կոնտեքստի մեջ որ նայում ես մենք ոնց որ ինչ ձայն աշխարհին ժառանգել որպես մշակույթ։ Զայնը հետաքրքիր Բանն է, էլի։ Պատկերացումն է։ Ոնց պատկերացնես։ Այս թեման հետաքրքիր է, այսինքն դուք որ ստենդափ եք անում, քո ձայնը ու տեսքն է, չէ՞ հիմնական։ Այդ շատ կարևոր բան է, հետաքրքիր։ Օրինակ գիտես, չէ՞, կատակը բերում ես պետք է punchline անես, ուրիշ Երդաստոք ժողովուրդ։ Գանդի սրած կոմիտենից մեկը նա գելս ռեգետ էս տրուկ ունի։ Խոսքի ասում, հետո այն ֆրտակա punchline ասին կսենց անում։ Ու ես գնացի։ То есть պայինքը այդ է, ու ինքը կապ չունի արդեն ինքը։ Այդ իր անցումը, որ ինքը դες մոտիկ է գալի ու դες ծածր ձենով ասում, ինքը միշտ ծիծաղ։ գտել չէ, որ որներ ասում but he loves you. Это я որ հետ սիրողական բանն է, Կարենը вообще իմ հերոսներից է, որպես ստենդափի բան, որտեվ երբ որ իրան անգլերենով ես նայում, ինքը պոեզիա է տեղ-տեղը, իր հիմն ամանավան, մի հատ ինքը beat ունի, որ իմ ամենասիրած կատակն է вообще այդպես է գրած, կոչվում է on time, որտեղ ինքը մի 10 րոպե խոսում է նրա մասին, ոնց ենք մենք խոսում ժամանակի մասին։ Դե իր կատակների մեծ մասը լեզվի մասն է իրականում։ Ինքը ոչ թե երևույթների մասին է խոսում, այլ ոնց ենք մենք այդ երևույթների մասին խոսում, էլի։ Ինքը դա ժամանակի մասին տարբեր ինչ արտահայտություններ ունենք, ինչ են եկել, ասում է մարդը գալիս է, ասում է do you have time, տիպը ժամը գիտես, կանա I don't have it, military hat, I use a bit of it, բայց երկար այդ թեման բացում է, շատ ուժեղ է դառնում։ Բանն է, դա քիչ որ կա ուղիղ կա, այսինքն ինչ բնության մասն եմ ասում, էլի, որտեղ է ժողովուրդը ապրել, ինչ ձայներ լսել ու իրանց լեզվի է։ Դրա համար լեզուները տարբեր են այդ առումով շատ անգամ։ Ու հետո լեզվից ուղիղ կապ երաժշտության։ Օրինակ դու երբ որ ճապոնական երաժշտություն ես լսում, դու միանգամից ջողում ես որ ճապոնական, yani հյուրատուկ Քսի չէ, այդ բան օրինակ իմ մոտ մի քիչ բան է, ես չեմ ջողում մի անգամ, ես որ ճապոնական է կամ չգիտեմ, հնդկական է, բայց իմ մոտ տրամադրություն է։ Չէ, օրինակ ճապոներն երկու ճապոներ։ Չէ, պրոստը տրամադրություն է, էլի տալիս ամեն լեզվով երկու ուրիշ Չէ, որ մի քիչ լսում ես, սկսում ես նկատել, որ յուրատուկ հասկանաս։ ճապոնական երաժշտություն է։ Շնորհիվ ինքը շատ ոգեշնչված է ամերիկական ջազից, բայց դեռ մեկը ինքը շատ յուրատուկ է անջում, հայկանը շատ յուրատուկ է անջում, հնդկականն յուրատուկ է անջում, բայց այդ շատ ճապոնական ոգեշնչված ջազից։ Այդ շատ հետաքրքիր փաստ վերցնում ես, իրանք դե պատերազմից հետո, երկրորդ համաշխարհից հետո շատ էր ազդեցություն ամերիկական ճապոնիայի վրա, նույն անիմեն էլ շատ ոգեշնչված էր ամերիկական կիբերպանկով, ամերիկական ջազից եկել է ագին ճապոնական երաժշտական ինչ-որ խոդեր, բայց մեկը իր յուրօրինակությունը պահպանվել է, չի կարող։ Դե իրանք են իրաց խազերը ունեն։ Դրանք ագին սովորում։ Հա, իսկած որ իրանց ազգային երաժշտությունը Չէ, խառնաբենը կապելա իրար, էլի, մի քանի ամիս առաջ մի ծանոթ մարդու միջոցով իմացա, որ ճապոնիան դու մասը կոմիտաս շատ լավ գիտեն, կոնսում դասավանդում են, սիմվոլներ իրաց նվագում են, մի հատ բան կա, կարող եմ հասնում լսեք, կարելի է podcast-ը ժամանակ։ Գրանք Չստում կլսվի միկրոֆոնի մեջ։ մի հատ աղջիկը ուրեմն երկում է հոյնազանը, Բայքը։ Ճապոնացի աղջիկ։ մաքու ճապոն, դզրեց, հոյնազան, Made Japan։ Ոչ որ ճապոներեն է երկում։ Չեմ հասկանում ինչ է։ Ոնց է դասավորվել։ Ճակատար։ Կոմիտասի չէր, էլի մագիացի է, դες բան կարելի։ ճապոնացի։ Okay։ Լոգիկ իմանով չէ։ Երևանը կարող քիչ գտնես։ Բայց բանը այդ ընթացքում կատաներ են։ Կիմանանակ է։ Դու դասի որ պայս սկսես երթակվել կոմիտասը, միշտ կարելի դակությունը, թե ինչ որ պայս տենց ձգեց։ Լսի առաջին անգամ այդպես շատ այդ վառ մեծ տպավորություն կոմիտասի մասին papayi վերելք ներկայացումից էր շատ այդպես ազդեցիկ շատ տպարժ մինչև այսօր այդ ներկայացումից ու աչքս առաջինն էլի այդտեղ էր առաջին բացահայտումը շոկային այդպես որ ասեմ որ ինքս սկսեցի դե մեր տաղեկում խոսել է դրա մասին գիտենք դրսում էլ ինչ արել բայց որ ինքս սկսեցի ուսումնասիրել այդպես երկու տարի առաջ էր Ինչպես մեծ բայ եմ մտածել կոմիտասվել կոմիտասվել ես կոմիտասվում եմ միշտ հա այդ դրսում այդ կոմիտասի արձանի մոտ նստում եմ ինչ որ ոնց որ հիմա բան է դառել չի ջրում էլ առանց դրա անընդհատ այդ թեման ամեն օր ինչ որ չափ ինչ որ ձևով ներկա է դու ես հա սիրում այդ արձանը
Ոչ կոնկրետ հենց այդ արձանը, էլի կոմիտասի շատ արձաններ սիպես արձաններ, մեկը դա է, մեկը բան են Պավլովոկի այգու մոտ մի հատ այն շամ արձան, դրա հետևը մի հատ շատ սիրուն տենց կենաց ծառի բան կա, որ մանկուց հետո գնաց է տեսել ենք, բայց կյանքում տենց ուշադիր չի եղել, տենց խոյը, երկու խոյա, շատ սիրուն հայկական նախշերով տենց կենաց ծառի Չեմ տեսել։ Դեսի բան շատ կարավ ու վրաներ մի հատ տենց ինչ-որ լրիվ մոկած միրզայական մի հատ տենց հերոսական կերպարական ձինը ստացվում, մի որ գնանք նայեք շատ սիրուն նախշերով, հավես ու ինքն էլ տենց կատարված է, էլի։ Ես հենց բանը այդ այգու ոնց որ արձաններ ինձ հետաքրքիր շատ, այդպես մի 4-5 օր ամեն օր ոնց որ երեկոյան գնում էի, նստում էի, ու հիմա էլ եմ գնում, երեկել եմ եղել, ու տենց էլ մինչև հիմա չկարեցա հաշվեն ջուղերը քանի հատ է։ Դու մատեմից թույլ ես։ Չէ, просто հաշվեն դա գալիս եմ, այնտեղն եմ ասում, մորանում եմ դե հաշվել Դա ինչ է համարում ճուղ։ Այդա, ապրես է դարձյալ, որտեղ հենց է ամբողջ հարցը։ Լուրջ հենց է ամբողջ հարցը։ Դու հաշվում ես ճուղ իրան, մեկ էլ տենում ես չէ, դա մի ճուղ չի, դա արդեն 4 ճուղ։ Բայց ինչ որ ասենք իմանաս 14 հատ կոտ կան։ Իա հենց օրինակ 14 հատ կա։ Ես եմ այդ արձանը այդ սերոյդել ենք խոսում, ինքը դե իդեալական է միջավայրով, կոնսերվատոր, սայրպրովանը դե կոմիտաս ու sense նստածա, դե մենք որ մի քիչ շատ օրիջինալ ենք, բարձանում ենք արձանի վրա, կոմիտասի գիրքն ենք լսում, ու հիմա դες մի տեսակ է թվում, արձանի վրա բարձանալը, բայց մյուս կողմից կոմիտասի գիրքը նստելը։ Ես ամաչեցի նորվել, հա, մի հատ երեխա մոտիկացել է արձանին, դրանից ուզում էր վրան բարձանալ, ու sense նայում եմ իրան, արա ինքը կարա է սյանի, բայց ես չեմ կարա ինչ պատաս։ Ես տենց կյանքի ամենա սխալ որոշումներից մեկը, ուրեմն տենց 12-13 տարի ահա ուշացիմ եմ բատուտի վրա, ինչ եկիշե օպերայում եմ։ Կլարացանի մոտ բատուտներ են կեշը։ Մենք նշկս գնում էր հաշուկից, հենց շանսուրի մի անգամ մի տես 13 տարեկան ասում եմ, մոտս է գումար կար, որ այսինքն Սիկելա ապեր արդեն ամուտ համեց։ Բակում եմ մի հատ էկբար տենց հաջող Ման է արել տես թեման ոնց եմ ուզում հետ գնամ այդ մարդ հիմա չես գնա կոմիտաս բանը ջնգնա ու խացի չէ դա արդեն բան ուտած է բատուտի բան իջը աղջիկս է դա որում կոնֆորմալ Շատ հետաքրքիր է։ Աճե տնակը չէ, Ես հիշում եմ բան այդ բադուկները որ կար մեծ, այն շատ մեծեր են, որ մեջ առյուծներ, բան փչովիակ շատ մեծ, լունապարկում։ Տենց գնացել ենք։ Հա, շատ զիսի, ես միով արիք մստացիլա բատուկներից։ իհարկե շատ։ Որպես շատ աբիդներ է։ Ասա գիտություն բան, շուտը միացնում ես սկսում աղորդում, ասա գիտություն, ինչ սովոր դասնոր Բողոքից ուսում ինձ թվում է։ Ես դեռնում եմ եկել ես աշխատող ասես վերջ դուրսարի։ Ես շատ վատից ասես կոպիտ նայես վրաս ասես վերջ դուրսարի նայում մի 20 հոգի երեխա կա ես մենակ դուրս եկա որտեղ հետո վատ։ Վերջնաց սողը բրծել էր էլի։ Իսկ անիչական մտնոլորտ է վերջ դուրսա։ Բանն էլի, ոնց որ ես ինչ հետաքրքիր որ հարցեցի որ բայց հետաքրքրվեցի որովհետև դե չգիտեմ կարող է տարիքային է երբ որ դու սկսում ես մտածել քո ինքնության մասին, ազգային ինքնության, սովորաբար սկսում ես հետ նայել։ Ով կար քեզնից առաջ, ում հետ ես դու հարազատություն զգում, էլի անցածից։ Մեկ էլ տենց որ կպնում է, իմ մոտ սախյանք տենց ինգի բարում նայել է իմ համար, այն մարդը որ միշտ ձգել է իր մասին, էլի ամեն ինչը, ու տարիներ հետո ես սկսեցի նկատել ոնց եմ ես ինչ-որ բաներ իրանից ոգեշնչվել նույնիսկ հումորից դուրս, էլի որ չեմ ես սկսել եմ բոքսով պատել, սովորել տենց հիմա մջախալ եմ գնում, որտեղ տենց ուզում եմ մտել տիրապետ եմ, տենց միշտ ձգել է էլի ինձ։ Պատերազմից հետո եղավ, նորմալ, հենց է պամանրուատ։ այդ տենց հեղինական երկեր է գրում ատը, մի հատ երկ կա, դες ստորեր կար, ու կոմիտասով մեր հիացած, նկատի ունալով մեր կոմիտասի թավ այսպես ասած որտեղ հայցած հետո բարախը գանում ու կոմիտասով մեր հայացած, արդեն նկատի ունալով արտապետին ու տես երաշտական ինչ-որ տրյուկ է արել, որ կոմիտասով հայացածը կպցնում էի մոկած միրզա երկին ունում էր ու կոմիտասով մեր հայացած, ու կոմիտասով օրեր ուրբատ լուսի անցում էի ասենց ու միտում ներքում է, հետո որ սկսեցի պոդասել ավ եթետանով դի լավ ան, սկսեցի փորձել, հետո ինչ-որ բանը կա չէ հասկանում, օրինակ օրեր ուրբատ
Friday night։ Ժամանակը իստեզոված։ Բայց այստեղ երկրի Լուսի շաբաթ։ Օրն էր ուրբաթ լուսի շաբաթ, այսինքն Friday night-ը հիմա ժամը 5-ին է ուսած տուն եք ծուղայստի։ Ժամանակներում դες չէ։ Սենց է բարերը, օրն էր ուրբաթ լուսի շաբաթ, գյաշտեր իրենք մալակյալ, կորթում, գյաշտեր իրենք ինչ նշանակում։ Մալակյալն ինչա ու այդ երկընթար որ կարդացի հասկացա, ինչ լիքը բարեր կար չի հասկանում, ասենք Safar, արաբերեն նշանակում է ճանապարհ։ Ջիզերը, Սաֆարյաններ, բարերը զսեցի ուսումնասիրման ու տենց մեկես ու գնաց մեկը։ Շորսս մոտ տանումաչ։ հա բան սկսվեց։ Մեկ էլ մտած օվկիանոս ես տեսնում ու անցայրացի ու երբեք չես հասցնել այդ շամպարտը ինչն է դեր կոմիտասը այդ ինքնությամբ բավարարում ես ինքը Արթուր Շահնազարյանն է սրա մասին կոմիտասագետ շատ հետաքրքիր ձևակերպում ունի, որ ասում ինքը իր մեջ ներառում է ամբողջ ժողովրդին, այսինքն ինքը հնագույն ժամանակներից, երբ որ առաջին երգերը աշխատանքը մինչև իր ժամանակներ, այդ ամեն ինչը, այսինքն այդ երգը, ծեսը, պատմությունը, ցավ իր հետ փոխկապակցված լեզվաբանությունը, պատմությունը, ցավ իր մեջ ներառում է, այսինքն շատ տարբեր շերտեր, տարբեր դաշտեր կան ուսումնասիրության, միայն երգ չի ելում։ Հետո հոգեբանական շատ հետաքրքիր աշխարհ բացում, տեսնես օրինակ հայերը երգի միջոցով տեսնես ոնց են իրար շփվել, ինչ են կարևորել, այսինքն տանեկան փիլիսոփայությունը ոնց է հայերեն երկի հաց թխելու երկ։ ամեն շատանքային շատ լուսակարը շատ երկով Որ նորի հետ եք խոսում արվեստանոցում, ինքը ասում է այնտեղ որ երկեր կա, դու պրոստը լսում ես ու իրան դու քեզ բացատրում է այդ հացի ռեցեպտը, բայց դու պետք է ջոգես որ կոդավորված է սա։ Բաննա, ես հենց այդ լսանում կոլեկտիվը ընդդեմ կար բան, հենց ազգային երկերի մասին լեկցիա, ու նրանց տակի բաները պատմում որ ինչքան գյուղերում այդ երկերը ֆունկցիոնալ են։ Դակել ոչ թե որպես արվեստ, այլ որպես պրակտիկ ճրբան, որ դու ցերեկը գնաց մարդուն ասես օրինակ ինչ որ օրոցային երգի, ասի դու քնես, ինչի համար է։ ասո շաշը։ Օրոցայինը քնելու համար է, դա պրակտիկ նշանակություն, դա պրոստը երգ չէ։ Կոմիտասից կապած է դες պատմություն կա, որ գնացելա ասելա դե լորին Վարդաբլուր գյուղում էս դենդրոպարկը գիտեք։ Շակեր կողմն է Վարդաբլուր էլի։ Գնացելա որ գրանցի գութաներ կա, ասել եմ չէ, որտեղ հիմա գութանանելու ժամանակ չկա։ Ոնց երկեմ ես։ Չեն երկել որ։ Հալո, երկուսը դե գեզը բոկում։ Ինչ է։ Ամրիլ ամիսը։ Շու դարը, գութանը ժամանակը բանի։ Ֆորեններն դե вообще գժվեն։ Դե ոք մոռացել եք որ գութաներ կեր ուսումնասիրելուց հետո սկսում ես այդ ամեն ինչ որ վիզուալիզացնել, գնացելա Վարդաբլուր գյուղ հետո եկելա հունիս ամսին, երբ որ իրոք գութանն արել, այդ որ Ախր այսօր որ երբ ձայնագրել ասում եք լավ բացես ռեկ դնես ձայնագրես էլի գլխի AI-ը ասենք կարա կոդը սավան մի խոսքով այն ժամանակ գնացել է պատկերացում ընտանիքները դուսեր եկեք եզները 12 եզ լծած պատմիչ ուժա չէ պետք մենակ անելու բան չի այդ քութան անելը հարցներ բաներ արամի հավաքվեց եկնա քութան տենք անել ահա հե լորենցի կնա ոնց ասում է Ուսած մեկը բանը, չենք շապեսանում հեպ տանենք մեր անցալ գնանք մի հատ այն հայը, որ ասենք նստել է սենց չգիտեմ փայտով են գութանարը երկաթի տարեկը երկաթով հիմա ասած ասենք այդ բառն եմ ուզում եմ ֆիքսեմ որ մեկը հասկացել է որ սա մենակով անելու բան տղեկով կպել են հասկացան տղեկով են անելու բան չի ու ինչ որ զգացրեն ուժեղ կենթանի է պետք է ասեցի ինի ժամանակ նայում ասենք մի հատ եմ զուխտին բերել հարիս հələ պարանը անշեսը լավ է արից ուժեղ է բայց սրանք չափած են գերակրես որ քեզ չուտի թղերը խմացեն կապիկը արագ խոսան դուսած ընտրությունների առաջ է չէ իմ այ ժողովուրդը այդպես պատժություն ընտրություն կամոր օգտագործել Ահի մեկենդուց մեկը տես յա ոյս աշտեցնալ շրջաների դնում են այդ հնչյունները ասենք որ մեքենա բրտել է քեշ տվեք չէ ամեն օր ես ոնց է նոր եք բրտում բայց սա չէ բայց սա Աբա արա ես էլ քիչ բրտում աբա ինչ շատ լավն են բեկյարը բազակայա չեմ բրտել ես հինս ասում ever since իլայել sense մեկա բրտով կար պատկերացու գութանը տենց առաջ տանելու մոտ զրիները դե դուրս գալու Այս ասում խոդին գնալու բայց խոդանգին փողում է։ Դա բուկվալը այս ձմեր որ շատ դուներ եկել, տենց բան դրախտի կողմերը, տես ավտան բան դրվել է, կբրթենք։
Ըստ բրթում ու ջամ այս հոստը տարիայից չեմ արել։ Ահա։ Ավելի դուք պրոպոզը կարմեր եկե արի։ Սա գնաց գործեք կպի։ Գիտես ինչ էի մտածում, բանը Նիվեկի մասին որ խոսում էր Revenge-ում նայում էի, որ բանը դասպա եկա որ Նիվեկի մեջ երկը կոպկած տենց ինչ-որ գնում են ու երեգուսս պարկած պատկասում են լի իշկներ, եթե ռաբեզի փոխարեն խոսքի կլասիկ էր, ասես կամ կոմիտասի դերելի մենակ, fresh mob-ելի տենց լիդերի, այս նիվիսները է դա։ Սկի է կապորելական։ Եթե մի քիչ մաս մշակութային տեսակ անգլիական շուտ մարդ ազատ է լսել ինչ ուզում է, ոչինչ չես կարող կոմունս լսել։ Այդտեղ չգիտեմ ինչ կոնտեքստում ենք խոսում, բայց իմ միտքը ենթադրամ պիտի լիներ, որ մի տեսակ շատ ցավոտ էր հետ պատերազմյան Երևանում 21 թվականները որ լիքը շատ ցավոտ էր ավելի ավելի ճիշտ է չի անցել այդ ցավը այդ ժամանակվա շիկացած են զգաց մտերը ու այդ ամենուրեք ողբացող ծնողների քույրեր եղբայրների ֆոնին մեկ էլ մի հատ չէ որ իմ ասես որ հասնում եք բան շատ բան է բայց այդ չես մասը Ես մեկ կտայի սարը չի կարող լսել, ասած են կարող Տեգա սայտնովա ուլիխի կողմերը մեկ էլ լսում են La donna mobile Yo, սիսի շաբր մեկ էլ տենա մի հատ նիվա է Սայն հողայից աշմտը դեն վիրո մեջից է Իսկ տմա տենց ինա դան Արա դեք Ես խոսում եմ ես մի Բայց ֆլեշ մոբը իդր որ այդ մեքենաները ովքեր որ բարձր երաշտում նիվա չկեն ունենք մեքենաները որոնք բարձր են միասին օրինակ շատ լավ շատ այսպես ազգանավեր գործարած կինը որ մի օր հավաքվել օր որոշենք մի հատ ընդհանրապես այդ օրը ոչ շատ բարձր որ ինչ որ մեկի խանվեր բայց թեթև լսեմ քաղաքում բան ֆլեշ ապրիլի 15-ին ժողովուրդ գակլս ներկայացման չէ ինքը տենց մի հատ խորհրդանշական օր պիտի ասենք սեպտեմբերի 26-ը ասի ծնունդը դե լավ սպոյլը քանի արել ենք դա ասես որ ամսի 15-ին ներկայացնում այս սպոյլ չէ Դες չասես ոչ Գտա բեցը ես գիտեմ Ուսում սպոյլ արեց 15-ին հա versus սպոյլը Համազգային թատրոն դոմսարկում բերել շատ լավ թատրոն է դեպ շնորհավորում եմ համազգայինը շատ լավն է թատրոն կա պատիվ եմ ունեցել մեկ անգամ այդ բեմում աղալու Պատիվ եք ունեցել այո Եվ նա ժամանակավոր եք պատիվել է Երբ դեռ թատրոնում էի Դուք իմ համար դες բան է Վազեր տոյա ստենդափանով ինձանից ավելի երիտասարդ մարդկաց է չի շփել Օ, բասա ճիշտ ասած sense Արի բան արանքել եմ արի արի Ստենդափից մի քիչ խոսանք Ես այդքան ջանվեցի ես 88 թիվ եմ այդ նվերը Ուսուրեք բաժդի չի ամեն անգամ իջացես Անտիկ մտածում եք մենք մի տարիք ենք Այդ չէ մի չավի Սին օրես դուրս մենք Օրես թայեց Ես 99 Դες բնոցել եք Ձերը ոչ generation դե կոչվում Նա Z դաբլ Մեր դե միլենիալներ Ես նենց աբինն եմ մենք Կոմենտասով գնում էի Կինքը դենեմ աշոտը կանինուցը Սում պոդկաստ վարինք ասում հալա Կոմիտաս որ մասն է, պրգնեմ են տեղկա տենց պոդկաստնը շատ են ծնվում, Հա, մանդրացի սալ։ Դուք սազուք են պաստի կոմիտաս Կոմիտաս, ես մի կոմիտասն է, եստեղ խաչատրնն է, երկու կոմպոզիտորներ է, եստեղ Փապազյանն է, եստեղ ու աղաշն ու մեր սիրելի Արուշեստորի գյատս փողոցն Հա, ես եմ շատ ծառեր աղաբս Ես համ դպրոց եմ գնացել Խաչատրյանի վրա 102-ը Արարս չեմ սովոր, ես եմ Եմ ասում Ես իրա տանգրային դրի գրացված Բանա, տատիկս որպես մաթեմ են դաստվել Ձեզ բաղեր, մենք սա տատիկս է դպրոցում սովորել Որ բանա, եմ աշոտունան տատիկս է, ինքը տենց Մինչև հիմա բան, զումով դասա տարի Կովիդը անցել է, բայց Վաղթանյանն էր տալիս, պատմությունը Իգեր Հակոբյան կար, Ջուլֆալակյան կար, գրականություն, մի խոսք հիշեմ որ է, շատ հիշողություններ կար, շուհատը վարկեսը Ժոյ վարկեսն ենք դա, ներզել էր դաստալի Արին հալուբենդերներ Ում բան, դպրոցն եմ դասովեր, սայանսկել եմ սովեր, դրա համար Խաչատրյանը անընդհատ բոտակ եմ արել, շատ տենց հարազատ փողոցային մար Ապա բանն էր, նոր էլեկտրիկ ճարաչոր այդ լուրերն էի նայում, այդ լուրերը դեյտա եմ
ֆիլմի հետ կապված։ Հա, ֆիլմի հետ կապված է։ Ասելչյանի որ վրոցի ուզում են արկելեն ցուցադրել։ Արկելեն ապտեն, հա, բաններ։ Հանրային հեռուստաընկերությանն է պատկանում իրավունքները։ Կարծեմ 2020 թվականին Արարատ Միրզոյանի բանը եղել էլի, որ նկարել են տենց կինո, հետո կանգնել է, հետո պատերազմի ընթացքում նկարվել է, ինքը վավերագրական ֆիլմ է, ոնց ինչքան գիտեմ, չգիտեմ ցուցադրվել է առանձնակ թե չէ, բայց հիմա արգելվել է, ինքը անկախության մասին ոնց որ ֆիլմ է, կարող է ինչ-որ քաղաքական կոնտեքստի հետ կապված է, որ արգելվել է, բայց չգիտեմ, էլի ուրիշ նայում դրան, որ բան է, պրոստը չնայենք էլի որպես քաղաքականություն բան, զուստ որ հա դե դա հասցնա չես կարող չնայես ներսից շատ ծանոթ չեմ ես էլ հասցրել եմ հետաքրքիր է պրոստը ես տեսա ոնց որ իմ ծանոթներից մեկը գրել է որ արգելվել է սա հայտարարությունը ասես մեն չի կարող լինի եւ տեսա նաեւ պատասխանը որ ընդդեմ ինչ որ պայմանագրային հա ինչ որ դες բան կա այնպես որ ես բան չեմ կարող ինչ որ կոմեդ դեպքը մեկնամանը բայց ընդհանրապես արվեստը ոնց որ ազատություն ես գիտես ինչի հետ համեմատեցի մի բան երեք տղեկից մեկի հետ էլ եք խոսում գոյ թատրոնի հետ համեմատեցի էլի որ փակվում է ու вообще էլի մշակութային ոնց որ մշակույթի հետ կապ ունի թե չէ թե էսի ավելի պոլիտիկա է ու տենց հասկացա որ չէ լույսը առաջադեմ մշակույթը չի կարող քաղաքականությունից դուրս մնալ որտեվ ինքը միշտ ինչ որ մեկին ներվայացնում է ապա հա դե դեմ ես օրինակ բան գոյը որ փակվեց մինչև վերջ տիպա տենց ասում են չի փակվում ինքը չի փակվում ինքը մի անունը ուղղակի ընդհանուր է դառնում ան բայց հիմա որ նայում եմ դե լավ դե ոչ ընդհանուր դառա ոչ այնա տիպա նմանատիպ իրավիճակը բանի հետ it's սիրահարների այգում գտնվող երաժշտության կամերային կամերային հա պետք է կարծեմ դառնար սիմֆոնիկի համար փորձատեր թե ինչ պիտի լիներ սակայն ես այլ մոտակայքում եմ ապրում շատ ցավալի վիճակում գնում գալիս եմ մենակ մի հատ Մարիամ Աստվածածնի նկարը դրած է խոք եւ ոչ մի գիտես ճանաչողն է ֆենոմենալ ինքը թատրոնն է էլի գոյը որտեվ ինքը միակ է տենց ինքը բան էր ամբողջ Հայաստանում մեկ միակ փորձարարական թատրոն է որտեղ դու կարաս գնաս ոսկի Շեքսպիրն նայես կամ չգիտեմ Լյուբոյ բանն նայես Գարագին Նժդեն նայես որտեղ Գարագին Նժդեն կարա ինչ որ նենց ձևի լինի որ ոչ մի ուրիշ թատրոնում տենց չի լինում էլի ինքը տիպը փորձարարական է այն ժամանակ պապան պատմել որ երիտասարդ տարիներին բանն է դերել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ռանգերջուրն դեմադրել Տիգրանը Գասպարյան Մազմանյանը դա մարքիներ էլի դες ասին չգիտեմ բայց որ պատմեր Արթուրի իհարկե սա պատմեր որ ինչ տիպի ցանցով ուժեղ տպավորություն ստեղծել այն ժամանակ էր տենց շատ համարցակ հարաբերս այդ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ռանգերջուրը արդեն համարցակ միտը ու ինքը միշտ ինչ ժամանակի մեջ է եւ երևի ինչ-որ տես ժամանակները Ռանգերջուրյան հիմա ավելի սրված են եւ գոյներ հադրում այդպեսի մի բանի զոհ դարձել։ Ես շատ հետաքրքիր Ռանգերջուրի միտքը նա որ մի քաղաք է որտեղ մարդիկ կամաց սկսում են հերթով շամբով կարգով Ռանգերջուր դառնալ, կապ չունի շատ ասում են։ Մեկը դառնա որտեղ ասենք իրանք ուժեղ են, մեկը որովհետեւ իրանք սիրուն են, մեկը որովհետեւ ինքը մենակ է ուտախուս, իսկ Ռանգերջուրն ամեն մեկը մի բանջար գտնում է ու հիմա էլ ոչ միայն մեր հայկական իրականության մեջ աշխարհում շատ թեմաներ դե Ռանգերջուրը սիմվոլիկ է կարող է լինել ասենք ֆաշիզմը կարող է լինել կոմունիզմը կարող է լինի շուտ մտածելակերպ եւ ամեն դեպքում այդ գլխավոր կերպարը Բերանժեն այստեղ սփոյլ չանենք այդ ակրվեցին վերջում կիմանալիք չեն բան ջազնամուրել է տա աշխատում եք լսի դե Վագետ Հարապետյան այդտենց ոնց որ դուք կոմիտասի վրա հանդիպել եք ասել եք պատկաստ մեկը դեռ նույն ձև ճիշտ ասած ուրիշի մոտ հանդիպեցինք ասի Վագ ջան sense մոտ կա Ազնավուրի երկերը ջազային Ազնավուր դե 98 թվականին կարծեմ Ազնավուրը հենց իր երկերով ինքը ոյկմա ջազային նվագով ոնց Ազնավուր Սիմիկա է ալբոմ կա ցեն բարը ջազ ստեղծել հա Ակասես լավ շատ լավ մի խոսքով վերջնական թիմը որ հավաքվեց Վագը Դեյգո Գերդակյան Արմանը Մնացականը ու Դենին եկունն շատ բամբամ երաժիշտներ իրաց ամեն համերգի ոնց որ դու են հանդիսատես լինես էլի ու ինչ որ մի ճանապարհ անցանք հանդես իրաց շատ տարբեր կլուբային փոքր ու մեծ երիտներ հետո որ Ազնավուրի 101-ներ տուր արեցինք
տարբեր երկրներ գնացինք, շատ հետաքրքիր հավես այս փորձառություններ։ Այս փուլում ինքը տես շուտ ակտիվ վիճակում չի գտնվում, ոնց ասենք, ըստ թեթև ելույթներ են ունենում բարբերաբար, բայց նախապես մի քիչ նախագիծեր կսսած կարի Արմանը հիմա խառա Տիգրանի հետ Ռամասյան բեժական տուրեր են անում, Երբ են ամեն մեկ դերասանով 1000 բան Ես մի տարի ուզում ենք իրական, չենք։ В принципе, չենք փորձը պետք է որ։ Ну հա, չգիտեմ, ես գրել եմ իրան բավշը, թե չէ։ Вообще, это главное, это Skype հնարավորությունն է, իմ համար դե ես միշտ երաժշտների սիրել եմ շատ, էլի միշտ դե Թուրիխանյանից բան ծախսեմ, բայց դե մարտիկան ու մեծ ծանոթ չեմ կամ չեմ շփվել։ Այս Skype հնարավորությունն է, դες մարդկանց կանչես, просто նստես ծանոթանաս, կոսաս, դա քայ բուժակա։ Քո հետ էլ ես վերջի անգամ դες լսանում եմ, դրանց առաջ մենք էլ Թուրիխանյանում ենք շփվել, դες 1000 տարի 5 կա։ Բայց ասում եմ, էլի իմ համար հետաքրքիր է, որ տիպը ես տենց ինչ որ բան որ ստենդափով սկսեցի զբաղվել, 8 տարի արդեն զբաղվում եմ։ Իսկ ոնց է ստենդափը։ Դա տենց իմ մոտ հանգարցակ ընդհանուր վիճակով ոնց է, հետասակ ասեմ, բայց այդ պատմությունը պատմեմ էլի։ Ոնց որ դե բան կոմերներ որ տեսա ու քո խոսացի դու էլ դες բաներ։ Իշխում եկած տիպան շատ ուզում ես կուզենայ զբաղվել, բան դու նստեցի ստացի նայ, այսպես էս երգը գրում որ բան հիտովեր էֆեկտը լի ուզում դաշնավորը ցույցտրի ոնց պետք է։ Դու դիսած ակորդա, այսպես բան։ Ագին դու հետ արի ժամանակ էլի ու կարող ես տենց համարձակություն ունենալ այդ հումորով զբաղվել, այդ խոսակցությունները չլինեն այն ժամանակ, ագին ազդել այն վրա ու հետաքրքիր է, որ ժամանակ չի լեյ որ դու բան պետք է ինտերես, ինձ հետո ասնացի բան վահայքի բան, ասում ես ո բանից, դե այդ վիճակը, իսկ դրանից առաջ գովապաներ իմ վրա շատ ազդել, որովհետև այդ շատ ունիկալ բան է, որ ես ամբողջ ստենդափի զբաղվելու ընթացքում շատ մարդկանց հետ վիճել եմ, որ հումորը բավական չի, որ դու ստենդափով զբաղվես։ Հումորը ընդհանրապես ոնց որ ինքը այն մեքենան է միջոցը, որով դու ինչ որ միտք կարաս հասցնես կամ ինչ որ էմոցիա փոխանցես, բայց պարտադիր չի հումոր լինի միշտ։ ինքը իրանով հումորը շատ արագ փչացող product է, ինքը շատ արագ հնանում է համահերնում է մեջից։ Եթե տակը բան չեղավ, այսինքն ես կարամ ինչ որ նույն չեմ հին Լենի Բրյուսի կամ Մորցոլ այդ 40-ականների 50-ականների ամերիկացի կոմիկներ են, ես իրանց երևույթներ կարամ նայեմ, իրանց մեջ էլ հումորը չի պահպանվել, բայց միտքը մեկը հետաքրքիր է։ Մեկ ամս տասուսը այս խելացիա գրա, դες լավ եմ տածված, դες կարելի է դու ինչ վերափոխել օգտագործել, որովհետև ինչ որ ուրիշ բան կա մեջ ու իմ համար դե Վարդան Բելոսյանը այն էր, որ ինքը հումորը ընդհանրապես որպես միջոց էր օգտագործում, ինքը շատ ավելի մեծ էր քան ուղղակի ինչ որ ստենդափ ներկայացում կամ ինչ որ բան։ Դրա համար հետաքրքիր է որ անպապատա շատ իմ վրա ազդել, համզես իմ վրա ազդեցին մեծ է։ Ստացի ես եմ միշտ նոր եկարվել այդ մուտին շատ արել ռուսոնց դից են խոսում, բան, ու ստենդափի մասին ենք խոսում, տենց մի անգամից առաջի օրինակը առաջի տիպո ով կարող լիներ ով կհամարվեր առաջի ստենդափ մտցնողը Հայաստան, դες Վարդան Պետրոսյանը օրինակն են բերել։ Կարա դες համար։ Դες ինքը կարա բան նմանա, ասենք մի հոգի է, ինքը մոնոյա, տենց կարող է ինքը դրտել է բան, ստենդափի տարկա է, բայց դա ոնց մենա թատրոնն է։ Հա, էլի հա ինքը շատ տարբեր ոճեր են միախառնված եւ որպես արտիստի յուրահատուկ գծով տեսակով։ Բայց կստացի ապա երթում։ Մի հատ բան ասեմ, այդ առով այդ նայ կոմոդ Վարդան Բելոսյանը ուբրիկ մի քանի էլ տենց հին ոնց որ մոդեցումը արտիստի, որը բեմ է դուրս գալիս։ Կարետ պահանջը, որ եթե դու բեմ ես դուրս գալի, դու պետք է ինչ ունավորություն ունենաս, բացի քո ինտելեկտից ու մորից զգացումից, հա, անակ դու նմանատումներ ես անում, երգում ես, ամեն ինչ անում ես, արսենալ կար, որ դու ոնցեր ընթերթեյն անում։ Բայց ժամանակի ընթացքում այդ ոնց որ հասավ նրան, որ հիմա ստենդափ կոմիկ կարա ուղարկի կատակներ պատմի։ Ու այդ օքեյ է, ես նես չի որ դեմ եմ դրան։ Բայց համենից կուզենայի որ այդ արտիստներն էլ պահպանվեն, որ այդքան կարեն բերեն։ Ասես հայտի պետք է այդ մշակույթի։ Հա, այդ ունակությունները չեն փոխանցում։ Օրինակ հիմա նմանություններ անող այնց որպես ստենդափեր քիչ են, էլի կան որ TikTok-ից եկել են այդպես անում են, բայց ինքը էլի օգտագործվում է որպես ինքը առանձին product, որ ես նմանություններ անող մարդ եմ։ Ոչ թե որպես միջոց, որ դու ինչ որ միտք ես հասնում։ Օրինակ լավ նմանակումը ինքը իր մեջ բացի վիզուալ ու նույնիսկ աուդիո նմանակումից պետք է նաև մտքի նմանակում, որ ինքը մեծ սիրուց է գալի լավ նմանակումները, որ դու լավ հասկանում ես պրինմետը, որը դու անում ես։ Օրինակ նույն Գիբարովետ ինքը մի հատ ընկերն է կարիկատուրիստ, ինքը ասում էր, որ կարիկատուրա նկարես պետք է նատուրալ իդեալական տիրապետ ես։ Մինչև դու իդեալական դեմք չկարողանաս նկարել, չստա իրան ուռճացնես այն մասերը, որոնք պետք են։ Իսկ համապես հումորի բան շատ փոխված է աշխարհում, կարողացի այն Խոակին Ֆենիքսի Ջոկեր ֆիլմից հետո որտեղ կոմեդիան սուբյեկտիվ է, այդ կինա բերում կոպիտոսած, ինչ բացի այն շատ խորը մտքերից, այսօր շատ բան է, այսինքն արդյոք մենք
կարող ենք հիմա ձևակերպել, որ այս է, Չենք ցած ավելի էս չէ, չսկսում, որտեղ անսուբյեկտիվության Ձևակերպումի ինքը մի կողմից ճիշտ է, բայց մի կողմից էլ շատ էս վտանգավոր տեղ է կարող է տանել, հաշտվելու։ Բացի ամեն ինչից, ոնց որ հենց կոնկրետ ստենդափը ինքը պատմականորեն միշտ դեմ է գնացել ինչ որ կոնվենցիայի, որը կա հումորի մեջ։ Ինքը տենց առաջացել է ու միշտ տենց Underground-ը եկել էլի այսօր։ ոչ թե underground, այլ հենց դիմադրողականությամբ։ Առաջին ստենդափ Չէ, կարծրատիպ կոտրողում կդառնում է կարծրատիպ։ տենց էլ կա, այսինքն անընդհատ Վիշապի շարժումի մեջ է։ Այս հենց դու ասցիր ստենդափը այս է, մեկը կայտնի, որ կանի դրան հակառակ, կասի հես։ Միշտ դա լինելու է։ Ու նորմալ է, մենք փորձում ենք սահմանենք ու մեկը դրան դեմ է գնում։ Իսկ հայկական ստենդափը հիմա շատ հետաքրքիր փուլի մեջ է, որտեղ ես ոնց որ նայ մոտեն ստացվում Ինքը չկա, բայց ինքը բաժանված է։ ինքը արդեն կա, ինքը արդեն կա, բայց ինքը արդեն բաժանված է, էլի մի քանի մաս։ ոնց էլ բաներ, ես Վերաֆիկացնում ենք ստենդափ։ Ոնց է ռեփը բարը։ բաներ, ես ոնց տեսա ոնց է Մոսկվայում զարգանում, ես 2018-ին մտա ստենդափի մեջ ու այդ ժամանակ ինքը կակրաս գալիս էր տենց մեծ հաջողության արդեն։ Դրանից բացի հետադոտել եմ Ամերիկայում ոնց էր ինքը կայանում, ու հիմա նայում ստեղ մեծ տեմպերով է ինքը առաջ։ Շոյում են կոմիկներ են գալիս, իրենք դնում են ու մի անգամից դնում ես որ արդեն գիտակցությունը այնքան մեծ, ու այնքան դրավն է, այսքան ոնց պետք է ծախսեմ, ոնց կատակ պետք է գրեմ։ Մենք մի անգամից հետաքրքիր են դառնում, էլի իդեալական ժամանակին մենք կգանք մի 5 տարուց ինձ թվում է, բայց արդեն հիմա շատ հետաքրքիր է մեն կոմպյուտերը ոնց է շարժվում ու շատ ճիշտ ձևով է շարժվում, որ այդ հաբերում open mic-երով, այն ամենավատ ելույթներով սովորում ես, այդ ամենածանր բաներով ես անցնում, երբ որ դու իմ մոտ ժամանակաշրջան եղավ, որ ես կեստրի չէի կարող ծիծաղացնել ոչ մեկին, ինչ որ անձի փոփոխության պատճառով 5 կատակները չի ուզում պատմել, նորերը չի սովորել ոնց պատմեմ, նոր Այն ժամանակ երկար մազերով չէ, դրոստով դրանից։ Իսկ իմ մոտես մեծ բան է կա, որ մենք որ ես զգացողություն դեպի երաժշտությունը գամ, այդ պատճառներից մեկը նաև էր, որ ոնց որ իմ ներքին խառնվածքով որպես մարդ էր զգացել չեմ կարողացին անդադ հումոր գրեմ, հումոր ստեղ չեմ կարող, ուղղակի չի ստացվում, մարդ չեմ, էլի չի ստացվում, ոչ լավ է, ոչ վատ է, տենց բան կար մեջս։ Բայց այդ շատ լավ է, էլի որ տենց է։ Չէ, դու այդ իրականում բավականին այդպեսի մասնագիտական, հա, բան պետք է ձեռք բերես, որ կոպիտս տրամադրությունը կապ չունի, դու կարաս նստես գրես այդ բանը։ Չէ, բայց Դա չի կոմիկի մոդել է դա։ Դա չի կարող աշխատի, օրինակ իմ մոտ եղել է որ կակրաս բան է, ինչ որ տենց հենց այդ պատերազմյան ժամանակներում երբ ես նստած չէի պատկերացնում իսկ вообще ինչ որ մեկին երբևից էլ պետք է լինելու ծավալ вообще այս վիճակում։ Ասես հասկանում ես որ հիմա ասում որ դեբիլ միտք է որ միշտ էլ ծավալ ինչ որ փրկող բան կարող լինի, բայց այն ժամանակ թվում էր որ երբեք ոչ մանր ծավալը չի թվալու։ Գրելուց իստում է բանն է, որ առաջին միտքը գրես, օրինակ ես որ հիշում եմ ժամանակ, որ նստում ես ինչ որ փորձում ես ստեղծագործել, առաջինը մտածում ես կատակ ստեղծել, բայց իրականում միտքը սկսես գրել իր վրա կապ։ Ես տենց եմ նախընտրում։ Ես ոնց որ առաջին դրաֆտը որ գրում եմ, ինքը ես դրանից չեմ փորձում punchline-ներ մտցնել։ Ուրեմն հասկանում ես ինչ եմ ասում, որովհետև երբ որ դու կատակեր ես սնում, շատ հեշտ է միտքը կորցնես կատակի խաթր, որ ստես այսպես punchline կավելացնեմ, բայց որ սկսում ես խորհել, հասկանում ես որ դու քո setup-ը ջարդեցիր այդ punchline-ը։ Ու շատ եմ նկատում նույնիսկ ձայնագրած կատակներում, երբ որ չի բռնում, դրավանցությունը ջարդում է, դու ուղղակի լավ բան punchline ես մտածել ու քանդել ես միտքը, որը հետաքրքիր է իր մեջով։ Համար իմ համար առաջնահերթը այդ է, ու հետո ես վերջերս նկատեցի ես ոնց եմ սիրում կատակ գրեմ, որ կան ինչ որ շատ པարզ ձևեր, ինչ որ ֆորմուլաներ, ոնց դու կարաս private-ը ուղղանես, ինչ որ լիքը հազար ու մի ձև կա, բայց իմ ամենասիրած մոտեցումը, երբ որ դու չես փորձում ինչ որ բան ավելացնես իրականությանը, այլ փորձում ես նենց տեսանկյուն գտնես իրականության վրա, որ ինքը ծիծաղալու դառնա։ Ու իմ համար դա ամենահետաքրքիրը ու այդ գործի մեջ ամենադժվարը, որ դու պետք է հասկանաս քեզ ինչն է ծիծաղացրել այդ ամեն ինչի մեջ։ Դա ահագին գործ, դու պետք է քո համար այդ կատակը փչացնես առաջին հերթին, որովհետև դու ցույց ես բացատրել խնդալու չի։ Դու պետք է քո համար փչացնես, որ ուրիշների համար ինձ սկսի աշխատել։ Ահա, պրիմիտիվ բանը, դու հրաշվում ես вообще ոնց կոպոզած թե բան էլի հայլու դեմ կաննած, հա։ Ես պրոպոզած շատ հրաշվում, բայց ես կոպոզած եմ հրաշվում։ Բայց ոնց ասած։ Դա օրինակ կար որ բաներ։ Մոսկվայում ես նկատեցի մի անգամ այդ բանը էլի, այտենց ամենատենց մի բառ օրինակներից է ռուսերեն ընթերագրել այդ կատակը, արի էջում կա։ Կոպոզած է։ Պրոպոզած չի։ Իրանց արդարադատության շենքի վրա Ֆեմիդայի արձանն է։ Ֆեմիդայի արձանը Амар ռաշտ։ Ясно. Կոպոզած է։ Այսօր կնշակ բոլորի դիրքը Շարեք ապսոս մեկ ծիզար չեկալով ես իդեալական ծիզորի մտնելու բան
Վաննա, Ֆեմիդայի արձաննա ու ռուսական Ասել չի փոխելու կյանք։ ես կարա կոպիել։ Ոքիա։ Ոչ, իր մոտ բանը չկա։ Պարասկեն չկա։ Ֆեմիդայի արձանի մոտ։ Մենք ընկերներով քայլում ենք, տեսանք, ռեժիսորները հետ ենք քայլում, ու մեր համար ուղղակի ինքը իրանով ատիցա։ Հիմա ես ստացվում ոնց է մարդկանց ասել, որ ձեր արտը բոսկոյում է, ձեր արտադրության շեկիլը Ֆեմիդայի արտանա, որի այն խորհրդանիշը, որ նշանակում է արտադրության կուրությունը, որ անաչափ Հարի Փոթերը սպայտիկ է։ անաչափությունը չկա։ Ես ինչքան խնդալու է, էլի, որ չկա։ Ես եկա բիտ գրեցի, որտեղ սպեկասպից մարդկանց բացատրել Ֆեմիդան ով է, հիշացնեի, որ այդ են կշեկրով բան աշինավան, ու հետո ես հասկացա ինչն է իմ համար ծավալու այդ ամենը, ոչ թե այնա, որ Ֆեմիդան առանց պայասկա, որտեղ այդ ինքը իրանով չխնա։ Նա որ արձանա, որ ինչ որ մեկը արագ է։ Դա մարդու ինքը չի որ այդ է, ես բոկվարն ասում եմ այդ կամին չի տարել, պայասկա ինքը նախատեսված է, իրենք որ գծում են, այս տեխնիկապես ավելի դժվար է դու քանդակի վրա աչքը սարքես, կասեմ պայասկա, ես իրական տանջվել եմ, որ դա պայասկա դե չլդի ակա։ Այ գոնե մի հատը բացի, մի հատը բացի։ Ես տիպան գրել եմ, տանջված եմ Ֆեմիդան։ Պրինցիպի ինքնուրույն է, բայց ժամանակ կատարակ նայում։ Բայց բան, մտքեր չկա вообще ինչ-որ վերիշես մի բան, կամ թեկուզ օփեն մայքերի մասնակցես։ Մենք այնց ասում անհագ ցանկություն ունենում գրամ ինչ open mic-ի ներկայացումներ մի քանի ունեմ, բայց սինոպսիսը են գրած։ Մի անգամ արեցի բան պրոսպեկտի վրա մեր արվեց մոտ ռաշտապ մի հատ։ Այնտեղ մի 6-7 հատ ստենդափ արեցի։ Բայց այնց շոուզն էլի վերադառնալ։ Ես ինչ եմ պատմել եմ դաժե։ Դա ցանը դրի թեմա կա, շատ է կուտակների, բան շատ տարբեր թեմաներից է խոսում։ Զուտ մի հատ այնց հետաքրքիր է, էլի գրված ընդեսին մի 40-50 մարդ կարա արի, բայց դա հետաքրքիր այնց experience էր։ Դե ռաշը շատ հարմար է այդ առումով, որ բեմը բարձր է դարձնում է։ Չէ, ինքը Ջավարոնել այնտեղ կողքից ինչ որ գործեր անիշտ։ Ոնց էր արդեն որ ֆորմային տիրապետում ես, միշտ գիտես որ ջեմ կարող 10 տարի անցնի մեկ էլ հավաքվի դու էլ կարող ես։ Ես ֆորմանքի չոպտի, ասեմ բովանդակություն դիմանս։ Չէ, դա եմ ասում, հենց բովանդակությունը հավաքվեց, կարաս ֆորմանստացիա գիտես ինչ այն մոտ օրինակ եթե ստենդափի մեջ գնամ, բան ասենց շատ անդադար սուր քաղաքական բաներ են ասում։ Դե կոմիկի համար հետաքրքիր դաշտի մոդել չէ։ Իսկ դա այսօր մի տեսակ շուտ անօրինական։ Չէ, ոչ թե անօրինական է, հանցել չի։ խնդալու չի։ Ինչ որ վերջնա հաշվարկում ինձ թվաց որ դա օգուտ չի բերելու։ Ոչ մեկին էլի։ Ես նաշնում որ հիմա կոմիտաս եւ այլն գնում եմ չհանդնում երկում, բայց ինձ հավես գալսողություն կա որ արժեք է ստեղծում։ Չէ, մի որպես բան չկա էլի որ ոնց գլուխ կոր, բայց ասենք որ երկում ես երեխեքի հետ, շատ դրական բարի վիճակ է, ուսանողների հետ բան, ինչ որ շատ ուժ տվող է այդ ամեն ինչը, էլի։ Այստեղ զգացի ոնց որ տանելու էներգիան ոնց քամելու էլի։ Հետո սենց օրինակ մի կա ես նայում էի այդպես Ամերիկայում քաղաքական հենց կոմիկների մասին այդպես իքրծակցություններ կան, որովհետև ինչ որ բայից քաղաքական հումորը շատ ոչ ծիծաղալու դառավ Ամերիկայում։ Նույնիսկ նա այդպես տերմին ունեցին clapter։ Եկան երբ որ մարդիկ էլ չեն ծիծաղում, ուղղակի ծափ են տալի։ Ծիծաղալու մենք համաձայն ենք։ Էդա։ Այսինքն դառավ ուղղակի այդպես ինչ որ լոզունգների բան, ունդ շատ քննարկումներ կար, մի հատ հետաքրքիր թեզ կար, որ երբ որ դու բողոքական վիճակով ստենդափ ես անում, դու ելք ես տալի այն էմոցիաների, որոնք պետքա ավելի կառուցողական տեղ օգտագործվեն։ Այսինքն մարդիկ ջղայնացած են, դու ինչ որ բան ես պատում, իրանք այդ ջղայնությունը ոնց թուրանում են դրանից, բայց այդ բողոքը կարող պետքա պահպանվեր ոնց ժողովրդի մեջ, որ իրանք ուղղորդեն ինչ։ Այդպես վտանգավոր այդ թեմաներից մեկն է, որ օրինակ ասենք պայմանական կաշառակերությունը լուրջ խնդիր է, մենք գնում ենք բեմի վրա, օրինակ ասենք Comedy Club-ը մի հատ գարիկը խառնելով մի հատ շատ տենց վիժական համար է, որ ոստիկանա գալիս են սեյֆի մոտ ջինեմ տեսել եք այդ համարը, թե չէ, սա դեռ բանի վրա իննովացիա է, այդպես կաշառքի բանի պատմությունը, դա խառնվում է շատ ուժեղ։ Մի խոսքով, այսինքն դու ծիծաղում ես բանասարան այդ բանը հանում ես, այդ նեգատիվ բողոք, մի թեմա, որի շուրջ դու անդադար ինչ որ նոստոպ կապակներ, բայց ասեմ դառնում են մի քիչ սովորական չի ընկալվում որպես
խնդիր է սա։ Հա, ահա դες լավ օրինակ տենց հասարակական խնդիր է, բայց օրինակ չնայած հիմա ես կասեի որ ինքը արդեն իրականությունը այդքան չի համբացում, բայց այդ ռուսների ալկոգոլիզմը ինչ որ բան դառավ որքի անեկդոտի մաս ու որտեղ իրականում չկա տենց բան ինքը դառավ ինչ որ տես պրոստը դե մեկ ծիծաղում ենք դրա մաս ինքը խնդիր չէ ինքը ուղղակի տես արդեն դառավ դե արա դե իրական 8 տարի Ուկրաինայում ապրել ինձ ցույց տվել է էլի որ իրականում այնպես չի էլի որ սա ազգաշաջողը բես կա որոշակի առումով ավելի շատ քան ստեղ կարող է չգիտեմ որ ցուրտ անդեր մի քիչ ավելի տենց եղանակային պայմաններից էր մենով բան ու լավն անդերի արավ տենց Հա, կան բան որ քաղաքական հումորը մի քիչ անհասկանալի երևույթ է, ոնց իրան օգտագործած հետո օրինակ դու նույնիսկ շատ անդիմադիր տենց կոմիկ ես ուզում ա տենց բանի, եթե քեզ կարա էլի եթե գրուբար դու ուզում ես տենց կառավարությունը դեմ ես քո հումորով ու կառավարությունը ոչ մի բան չի անում քո դեմ, դու դառնում ես այն որ կոչվում է վիտրին պոզիցիա, որ քո վրա ցենտրը ասում են նայեք, մենք խոսքի ազատություն կա, ինքը ինչ ուզում ասում, մենք իրան բան չենք անում։ նայ Դες պատմություններ եղեք, գնալիս խոսքերի պես օրինակ դա ոչ հումորից, իմ սիրած ռեժիսորներից մեկը Քրիստոֆ Կիսլովսկի տենց պոլսկի ռեժիսոր լեգենդար, ու ինքը ծիլից դոկումենտալիստ է ու երբ որ Լեհաստանում շատ տենց քաղաքական դրամաշնորհներ կային, ինքը մտածեց ներ գրաֆիտիստներին էին նստում, հայտնի գործեր, իրենք քաղաքական գործեր էին գրում պատերին, ասես նստում են։ Ու ինքը որոշեց դոկումենտալ նկարի, որը ամբողջը բաղկացած էր նրանից, որ մի կադր ցույց տալի դատավորի մոտ, որը պետք է հեսա վճիռը ասի ու մեղադրալին։ Ու sense պրոստը կադր վճիռը լսում ես մարդն է ստանում։ Շատ ուժեղ միտք է, բայց երբ որ ինքը գնաց նկարելու, ինքը նկատեց, որ հենց կամերան դատավորի վրա ուղում են, ինքը չի կարող մեղադրել ջրբան։ Նչամ, աբինցինը պեկալը չի կարող ասել։ Ինքը դրա փոխարեն ինքը գնաց կառավարության մոտ, ասաց դա ոչ մեծ դոկումենտալն եմ անում, ինչ փոխտեք, լիքը կամերաներ վերցրեց, ուսած ուղարկեց դատերը։ Որ նկարեն, ու ժամանակ չեն միացնում կամերաները։ Պրոստը չնստացան, բայց հետո լեհական կառավարությունը այդ օգտագործեց, որ ասի նայեք, դեպ Կիսլովսկին էլ ոչ մի բան չկարծավ, բացի մեր մոտ շատ ավտար դատա է։ Դες իրան դեմ ֆրծրեցին այդ։ Դեսի բանն է պրոստը հետաքրքիր էլի, դաժե դու ես դա ասում, որ կոմիկը ոնց որ ինքը ինչքան էլ ունենա քաղաքական հայաց, մեկը եթե ինքը օրինակ ինչ որ իշխանական է, հա, բայց եթե իշխանական ինչ որ ու մեկը խնդալու բան կարող է շուտ կգտնի իր վրով, ոսկի Փաշինյանի մասին ինչ որ խնդալու բան կարող պատմի, պետքա պատմի էլի, չպետք է մտածի որ չէ Սա չի ասում։ Ես ասում եմ որ դու ես եմ դա ասում, լավ։ Իմ ասած այն է որ մեր մոտ կան կոմիկներ, որոնք այդպես շատ ընդդիմադիր չեն, նույնիսկ իրանք ասեն դե իրանցից վատն են բոլորը, ես դա համաձայն չեմ, բայց հիմա իրանց կարծիքն է։ Բայց իրանք մեկը պրո կառավարական կատակներ չեն կարող պատմել, որովհետև կոմիկի մտածելակերպը տարօրինակ կլինի, էլի դու ասես establishment-ը լավն է։ Ինչ որ շատ չի սազում stand-up կոմիկին, էլի նույնիսկ իրանք ոնց որ իրանց կարծիքին հակառակ են ասում, որովհետև հասկանում են որ պես կոմիկ բեմից դա կա ինչ որ հակառակ բան ասես միշտ։ Կարելի համաձայն ես։ Ինչ որ իմպոստության տարգարի։ Ահա։ Ռեպեսի բանը։ Հա, ապրես։ Հա, Կա ինչ որ տես բան։ բայց բանը մի թեմա կարելի է դերքերեք ինգերնետ մեկի հետ կռվեցինք դրա համար։ Прям վիճվեցինք այդ կողմները Սերգոյի հետ։ Ոնց ասած։ Ահա։ Պապազած մեծ։ Հա։ Պապազած ինչ մեծ։ Ֆորցնում ենք իր։ Կոմիտասիա ես։ Պապազածինք բանից։ Ընտրակաշակ բերեցին որ։ Չելա։ Շատ խորաց է։ 2009 թիվն է, ընտրակաշակ բերեցին դուրտան։ Ապշեմ այդ թեմաներ գնում, ինգերնետ մեկի հետ խոսում ենք, որ ընտրակաշակները պատմական է։ Ու ինքը պատմում էր, որ իր, չգիտեմ ինչ բարեկամը, պապիկ ոնց որ ժամանակին վերցրել է, ինքը այդ փողերով ընդունվել է, սովորել է, ավարտել է, ոչմ ինչ-որ բան է, էլի եղել այդ ամեն ինչով ու դրա խաթր չեն հանել համել իր բարեկամի գործից։ Ես դες վատ զգացել, ասում նայ, օբշի հասկանում եմ, էլի միտքը, վախացրել են, ասել են կամ պետք է ընտրես մեր ուզած մարդուն ես կողմներ վերցրու ու չես դուրս գա աշխատանքից, դու կաշխատես քո նույն հաստիքում, կամ էլ մի վերցրու, համ դուրս գաս աշխատանքից, համ էլ փող չես ունենա, էլի տիպա։ Ու տենց ընտրության առաջ են դրել իրան։ Սերգոն ասում է ճիշտ է արել, որ վերցրել է, ես էլ ասում ճիշտ չի արել, էլի պետք է ամբոստանար տիպա։ Ասում է դա այն ժամանակ ուրիշ ժամանակ էր, ասում եմ իսկ հիմա, ասում է դա հիմա խառը Բայց բանը, իր միտքն այն նույնն է մնացել, տիպա չեմ ասում ինքը կվերցնի կամ
ինչ-որ բանով կապ ունի այդ ամեն ինչի հետ, բայց մենակ այն մտածելակերպը ես մի քիչ կոպիտ օրինակ վերեցի իրան նեղացավ ինքը, ասում չասցի դավաճանություն է այդ, բայց բան կա մեջ էլի, այն որ մի քիչ sense տանում է դեպի այդ կողմը, էլի դա այդ քայլերից մեկը, որ դու քեզ ես էլի պրոդուկտիվ գնում, դու ծախում ես քո ձայնը, իսկ քո ձայնը դա քո միտքն է, էլի դու ինչ ես ուզում դու вообще, ու բացի այն որ դու կարաս վերցնես գումար ու չընտրես այդ մարդկանց գնաս ուրիշին ընտրես, դու մեկը եթե վերցնում ես գումար, տիպը շանս ես տալի այդ մարդկանց մտածելու որ մեկը իրանք ծախվողն էլի կարելի է մյուս տարի էլ, այն մյուս տարի էլ, մեկը իրանք ծախվող են, իսկ որ չվերցնես անբոստանաս, հանրայնացնես այդ ամեն ինչը, ոնց որ ավելի շուտ կազատվենք այդ չարիքից էլի։ Կազինոյի նման է բանը է։ Կազինո։ Չգիտեմ։ Վանա։ Այդպես փոքրիկ թեմա։ Պոպոզած։ Ես կամ ասեմ բարձ դրա մասին, պրոստը գիտես ինչ բա որ մի կողմից դու ճիշտ ես ասում իհարկե, հա, եթե մենք տենց շատ անձնական գնանք, ամեն մեկս մեր մասին մտածենք, բայց մենք ժողովուրդ ենք, պետություն ենք ու պետքա չէ ինչ-որ դրանք ինչ-որ պես քո երկում այդ կար կամար ինչն է կարևոր, բայց բանն է, մյուս կողմից ես հասկանում եմ այն մարդուն, որ մտածում է դե ես չվերցնեմ ուրիշը կվերցնի, մեկը դրանից կա ինչ-որ բան կստանա։ Իրանք էլ են այդպես մտածում, դա ես մեկը չվերցնի, այն մեկը կվերցնի։ Չէ, իհարկե ընտրակաշարքը վատ բան է, ինչ խոսեմ դրա մասին, պետք չի վերցնել ընտրակաշարքը բան։ Ինչ եմ մտածում դա ստավորում։ Որտեղ ես գացի տիրոջիկում եմ, ոչ թե ընտրակաշարքի, ոչ թե ընտրակաշարքի, բայց ես իրավիճակում։ Հա, ну, прям հենց ես չեմ վերցրել, էլի իմ հարազատ մարդը վերցրել։ Չէ, ես մի հատ բայց ընտրել եմ ուրիշի, ու ես ինձ հիմա իրանց ասում եմ դուք վատ բան եք արել, դուք ինձ գցել եք քաքի մեջ։ Հիմա ես այս երկրում տիպը նորմալ է, էլի որ կարան ընտրակաշարք բաժանեն, դաժե հիմա տիպը։ Ես այդ ամենը Դա իրանց արածն է, էլի ոնց որ իմ ոնց որ մեր մեծերի էլի մեր անցած բակալենիայի արածն է, որ հիմա մենք համագործակցում ենք։ Ես ասում եմ ընտրակաշարքը տալիս են, ասենք վերցրեց մեկը, հետո գնում է ընտրադեղամաս մտնում է քարոզի մեջ, ասենք ոչ մեկ չգիտի, չէ՞, դեռ ինչ։ Մարդիկ կան վախենում են, տիպը մտածում են կամերա։ Դուրս գա ասեմ ուրիշ բան։ Բայց իմ ասած այն էր, որ ես մեկը բանը դեմ եմ նրան էլ որ վերցնի ուրիշին գնա ընտրի։ Ինքը այդ փողը վերցնելով շանս է տալի այդ փող տվողին, հա որ դու օքեյ ես ծախվող եմ մեկը։ Եղավ վերցնողը հետո Տվողը երևի ավելի մեղավոր կլինի էլի։ Չգիտեմ, ես ինձ ավելի գրթված չի տվողը։ Ավելի գրթված չի տվողը։ Դու հիմա կոմիտասի մասին ինչ որ մեկին բան պատմես ինձ։ Ես քեզ կհավատամ, որովհետև ես կոմիտասից ավելի քիչ եմ դերը, քան դու կարաս կապես ինձ։ Իսկ ես քեզ որ պատմեմ, դու կարաս բռնես խոսքերս։ Տիպը ասես, չսպասի կոմիտասը, բայց չի կպզել։ Դիվը պատասխանատվությունը ավելի շատ կրթվածի վրա է, դա ասում ասես։ Ախպեր դե մուտություն, լոգիկայի վրա չի քիչ բան է։ Թե առաջարկող ավելի Խիտրություն, թե պրոստը փողն է զուտ։ ավելի գորոզ լինի, ավելի ագրեսիվ լինի։ Հետո դու էլ չգիտես, նայ, օրինակ պատկերացրու sense բան։ Դու հրաշալի մարդ ես, որը ուզում է գա կառավարություն ու լավ բաներ անի։ Բայց հասկանում ես, որ դու չես կարող ժողովրդին համոզել։ Դասում ես լավ, ես իրանց փող կտամ, որի կրակի ձենցրեն։ Ես ինչ Չէ, հա, ճիշտ հրաշալի մարդ ես։ Չէ, նայ, հրաշալի մարդ ես քո միտումներով։ Ոչ մի քաղաքական գործիչ հրաշալի մարդ եկեք այդպես շատ բարոյական մենք չենք տեսել, որ բայց իմաստն է, որ ինքը մտածում է ես այս զելկայի գնամ իմ խղճի հետ, թող իրան կընտրեն, իսկ ես լավ բաներ կանեմ։ Ես չեմ հիշում անցած ոդկասթի մեջ ասել էդ թե չէ, այդ շատ փոքր էր, այդ 12 տարեկան էի, 11։ Ես հիշում եմ, որ Հասուն Միքայելյանը ազատվեց, ինքը հրազդանում պետք է ընդունվեր քաղաքապետ։ Դրել էին իր բաների, Արամներ անունը մեկի, ոնց որ հկական էր, մեկ էլ ինքը Հասուն Միքայելյանը, ոնց որ նենց ստացվեց, որ մեկը Արամը հաղթեց փողով։ Ճոգում ես, ինքը կաշառեց սարին։ Նու ինքը չգիտեմ, ինչ որ ֆինանս կար։ Լիքը մարդ տեսել եմ, որ մեր հարևանը ինքը փողա բաժանել մեր շենքում ջոգում ես։ Ես դրան ճանաչում եմ այն մարդուն, ով բերել այդ փողերը տվել, շատ ափշկեր այդ ամեն ինչ էլի։ Ու այն որ բանը, ես երեխա ես, ես նայում եմ այդ ամեն ինչին, 10 տարի անց ես տուն ասում եմ, որ դա շատ վատ բան է, էլի, չէր կարելի դա անել։ Ինձ բան, այսինքն ոնց որ ինքը sense փոքր նույն թեմա է, որ օրինակ Սերբան իմ վրա ջվայնացավ, ասում է դու ոնց պապուս ասում ես դավաճան։ Մի քիչ որ բանը ինքն էլ արած լինում այդ քայլը, ոնց որ դժվար լինի ընդունել էլի։ Դա մենք անցնենք էլ էս, ինչ որ ոչ միտեղ չեն գալու։ Բաննա, իսկ դու вообще ինչու ես բաղում բացի գործունեությունից, հոբիներից, ինչու ոնց ես հանգստանում։ Չգիտեմ, ոնց հազորդը չեմ։ Իսկ Հոգնած Հատ հացեր մտքով ասած, նույնիսկ ասես հիմա որ քնչական կոնվիտից գան ասեն այդ
Հետո ես ճանաչում ինչ կերքես, գրես կերքես, ստենդափերի համար Այ պրոստը դառնում է նյութեր պրոստը քննիչը շատ աստղով կանոն է իրական կնտակալում է այսպես հարցերի մեջ եմ Չէ շատ լավն է բայց իրականում եղել եմ իրաց մոտ այնց հոյակապ ընդունեցին լավ մա Սուրճամ ասխտիրը նոտը հանել եմ գրում եմ ասում եմ ինչ ես անում ինչ որ ոստիկաններից մեկ ասում շուտ կայլ ոտքովս անցի գրում ասա փագի չի կարելի ոստիկանությունա Մանի խնդիր կա եթե տենց վերցնենք ինքը ինչ որ բարոյական ճգնաժամի մասին է խոսում էլի մարդկանց մեջ եւ այլ գալով կոմիտասին մշակույթը ընդհանրապես այն ոնց ասենք արինատար երակն է այսպես ասենք համատական որ սնում է բարոյական ընկալումները այդ մշակույթի մեջ մենք տեսնում ենք որ մարդիկ դες մեծ խոսք ասել կոմիտասը որ երկու հոգու հայելին է Առաջնորդին շատ պարզ է թվում ամիջից, հա, երկու բանա, բայց ուսում ես մտածել մտոնեք ինչ է երկը, հոգին ինչ է, հայլի եւ այլն։ Ասենք ժողովրդական երկուրն այմես ինքը սիրո ծնունդ է, էլի մաման ասենք օրորոցյան երկում էր, նորացին բալիկամը ու սիրո, հողանողը, գործանողը հողի հետ հո, հա, այդ աշխատանքը սիրող մարդն։ Հոգին այդ թեման, որ միշտ մարդուն ուղեկցում է, այդ բախումները կա, ինչ կա այս աշխարհի հետ, որ հիմա անց է։ Հայրին Այսինքն հայլանման է տալիս այդ հայլի մեջ մենք տեսնում ենք ինչ-որ մեզ մոտ պակասում օրինակ այսօր աշխարհի էկոլոգիական կատաստրոֆա է առաջացած մեր երկրում է տենց հարցեր կան սկսած նրանից որ ինչ շշեր են նետում կերպարներություն բայց դա քիչ փորձ է այսինքն մեծ ընկերություններ որոնք օվկիանոսները անպարհել իջասը սպան են անում դրա մասին ինչ-որ ջրի մեջ են լսում բայց օրինակ այս երկերի մեջ հայլանման այսինքն դրա հակառակ պատկերն է ստացվում չէ հայլին աճ բան ասենց այնտեղ բնությունը մեծարվում է սիրվում է երգվում է պաշտպանվում է հոգատարը Եսա ոնց որ արժեք է մոտեցումական ու ինձև այդ բարոյական է թեմաների մեջ էլ կարող ես գտնել ինչ-որ բան որ երբ որ օրինակ մեկը գկես կասի մենք ձեզ անխակաշարք ենք արժեքում sense կնայես կասես հոլարա եզո Չար վերկտանի ոնց որ հիմա դու արքասի քելեք սրանտից բանը շատ կարևոր բան է ասում են լուրջ կատակը մի կողմ ահավոր կարևոր պահ է այդ մի հատ միտք է դու ասել որ շատ եք լսել Հա չէ ես ասում եմ ես շատ բան եմ դա մի հատ միտք է ասել ոչ թե ընդեմ այլ հանում այ այս դրա մասին է ինքը իմ համար որ երբ որ դու ուղակի մտածում ես դե կաշառքը վատնա ինքը մեկը ինչ ճանապարհ կգտնի ոնց դու եթե դու պրոստակտիվ դրանց դեմ գնաս անverջ դեմ չես գա բայց թե կոմոդ առանցքը կա այն որ ես ինչի համար չեմ վերցնում հանուն ինչի չեմ վերցնում կաշառքը ինքը լրիվ ուրիշ բան է որ ես խոսքի կառուցում եմ ապագան ես ուզում եմ իմ երեխեքը ավելի արդար տեղ ապրեն ուզում եմ խոսքի որ բնությունը չփշանա որտեղ հետո ինձ հետո մարդիկ են գա ոչ թե ես դեմ եմ նրան որ դուք զիբիլ եք նետում ես կողմ եմ նրան որ մենք մաքուր տեղ ապրենք էլի շատ ավելի կառուցողական մոտեցում չգիտեմ դաս ոնց որ դատապարտող դիրքերում լինելը միշտ ավելի հեշտ է քան process բայց կամերայի առաջ չէ իրավիճակը մարդու ասենք մենք չգիտենք էլի կարող ինչ որ մեկը այդ քայլին գնացել է որովհետև այդ գումարը պետք է տանել մեկին դուժեր այդպես բաները կարող է լինել միտքս նա որ ասենց հեշտ է նստել հիմա իհարկե անջուծած դատապարտել Ձայների թեմային որ մի պահ խոսեցի այդ խղճի ձայնի թեման է առաջ գալիս ուզենք չուզենք ինչքան այդպես կարող է մեկը լսին քիչ տենց պաթոսային եկալու բայց կա այդ հարցը չես հերքի էլի դրա առաջ ու դու կողմը այդ խղճի հետ կապած դա այդ խղճի ձայնը ինքը ձևավորվում է չէ գլխում հասարակությունն է ձևավորում ընտանիքը հայաթը ամեն ինչը ձևավորում է կոմերը խղճի ինքը բնած ինչ այդ պրոջեկտը ու բակալավ հա լավասեմ այդ ինքը ոնց որ հասարակությունը կոմեջ դրում է բարոյական ինչ որ առանցներ որոնք հետո դառնում են քո խիղճը որ այս ճիշտ է այս սխալ է այս մարդու հանդեպ սխալ ինչ որ բաները երևի կան որ բնածին են որ դու ինքը իրանով հասկանում ես բայց մեծ մասը մշակութային է ու ոնց որ հիմա է շատ ընդենում տես մտածել եք որ ամոթանք տալու ինստիտուտը վատնա ամբողջության բայց ինքը ամբողջությամբ չի վատը ամոթը ված զգացմունք է իհարկե բայց այն որ խոսքի ասում են
մեծ մարդ է մտել վեր կանգնի ոտքի ամոթը ինքը կակրաս այդ խղճի ձայնը էր զարգացնում ու հետո երբ որ ստանում եմ որ մարդիկ կան որ ցած մեծ մարդով մի անգամից ուղղվում են այդ ասում որ այդ ձայնը իրանց մոտ մի անգամից իրան ասում է չես ցած լրջկված նստես երբ որ մեծ տարիքով մարդ է մտնում իդոք այդ ամոթի ինստիտուտը կարա շատ լավ բաների բերի Այդ ամոթ բան դες օրինակ նա ցած հարց կա էլիս երկերի թեմայի շուրջ խորհելով եմ ասում կինեքի այդ որ ասում եմ օրինակ երկը ժողովրդական երկի մասնախոսքը սիրո ծնունդ է ինքը այդ զգացմունքը չէ՞ այդ ծնվում ինչա մարդ երկում ընդհանրապես ասենք նես չի որ 5 օր չի երկես հետո մի բան կլինի ինչու դու անգիր 6 օր չի երկես տարակվիզը վասրինք բրգինք դες հարց չկա էլի բայց ինչ որ կետ կա ինչ որ զգացմունքի շիկացած վիճակ կա որ եկել ինչ որ մեղեդի է ծնվում ու դա երեխային ուղղված գործին աստծուն բնությանը ու երկից որ այդ սիրո զգացմունքը հանում ես պետք է փլվի էլի մի բան այն չի եւ ընդհանրապես հետո որ միտքը փորձես շարունակել օրինակ ինչից էլ հանես այդ զգացմունքը մի բան այն չի օրինակ արդարությունը առանց դառնա դաժանություն Հումորը օրինակ առանց սեր արված հումորը կարա դառնա շատ ցավեցնող ծաղր ուղղակի էլի ու դա որ դառը մարդու հոգեբանության հոգեվոր աշխարհի վրա վերքեր թողող մի բան կա հավատն առասպած առանց սեր դառնա ֆանատիզմ հարստությունը ակալություն եւ այլն էլի այդ խղճի ձայն ամոթ անգամ ամոթի պահին գալու նույնիսկ ճշմարտությունը լինում է որ ասում են առանց Սեր առանց նեգատիվություն դա sense պիտի ասես է չէ մոտեցման մասն է խոսքը օրինակ եղել է ես էլ եմ ասել ինչ որ մեկին ճշմարտություն տենց դառը ճշմարտություն եմ ասել ուղղակի չէ հակառակը ճշտից ելնելով եմ ասել այսպես ասած ու եղել է որ ինձ էլ են ասել նույն ձևով եւ դա վերջնաշրջանում դառնում է ուղղակի ցավեցնող ինքը չի աշխատում այսինքն հետո հա չի աշխատում կամ կարող դու հետո ինչ որ դու կոմեջ ինչ որ մի վերապրես տեղափոխվես չի կարծում եմ բայց օրինակ երեխայի հետ օրինակ շատ միանգամից ցուցադրում էր ասենք երեխան որ մի բան սխալ է անում Արի չես նստում երեխայի կողր կռաստում Նա ինչ պետք է անել Չի սխալում բանացած մտած դուրս չի մեջ ինչ որ սիրով կխոսես նենց որ ցույց տաս ներկայացնես բացատրես որ էսի սենս անես այսինքն կցավ այստեղ որ բացատրես դա որ ինքը շատ པարզ իրական այնքան པարզ բան է դրված մարդկանց իրար հետ հանգիստ նորմալ ապրելու հիմքում էլի շատ բան պետք հակառակը շատ բան պետք է որ հարամ գա ինչ որ էսն աշխարհը մինիմալը ամենալավն է մինիմալը դա կի կնես էջմիածին Երևան տաքսիները որ գնում են գնացի որ նստեմ արդեն հավաքվել է 7 հոգի բայց պպզած ինչ պպզած եմ գնում Այո բա պպզած է ասում շոֆերն է պպզած ասում ախպերած ես քշելու Վերջ նստեց ես չեմ ես ուղղակի պպզած это պպզած եմ նստում եմ ասում սիգարետ կար ձերս ուզում եմ գնամ գցեմ դա մի 10 մետր ենքում կա պետք է սպասենք որ գնամ գցեմ հետ գան էլի ասում եմ քիչ գնանք ասի չէ ես չեմ գցում ասես շատ վատ զգացի շատ վատ իրոք շատ վատ զգացի որ տաքսիստը 60 տարեկան մի 7 հոգի մարդու մոտ ինձ ասում է բանը քիչ ասֆալտին գնանք ու հենց դրա մոտ էքսովեց ասի չէ ես չեմ քնում ես արծրես պպզեցի հանգցրեցի սենց դրեցի ջեբս դիմեք միանգամ ասի տոշնի նույն դեպքում միանգամ Մեքենով կոմիտասով բարձանենք, ես էլ եմ ահավոր ծանր եմ տանում, շատ ծանր եմ տանում, ինչ որ տենց ազդում եմ, ասել ինչ որ մեկը տեսնում լավ հասկացան։ Մի հատ տղա էր բրոն, ասենց ձեռքը հանեց մեքենայից ու մոխը վայ լավ էլի, տեղից ինչ որ լարված սենց խցանք գնում ենք, զազդանշանը տվեցի, նայեցի սենց եմ անում, բան, բայց ասենք ասի կանգնի, հա, չդիմաց էլ ինչ որ սարքերել են, ասենց ինչ որ Սենց է բան սոցում, սիգարետ ա պետք ասում, չեք աղնի աղպես նոր կանում, ատը կերծավորություն անում էլի, անկապ վիճակ է իրականում, որովհետև ասենք ինչ-որ հազարատ գործեր բան, չեմ եք ես մարդու ես բազարանեմ, իմ նպատակը չէ, տենց չոմ մի բան ասեմ իրար, միտքս եմ որ մագուր բան եւ այլն, ու տենց շատ են սրտոտ խոսացելի, ասի այ ախպեր, բանս երկի մոխրաման, չուսած բանով խոսեցի բան
Սա նայց հիմա մի բան ուզում ասի։ Ծխես։ Ինչ ցենում է լավ բան ասում եմ, ինչ որ ունենց եղբայրը բան ասում եմ, ինչ եկեք կընտրեմ, շատ իրականում սրտից շատ Իսկ բաներ ճանաչել ես քեզ թե ոնց։ Չգիտեմ, սա նայց sense արես մեկը։ Ախպերը սաղին ես ասում։ Ահ, էլի շատ կարևոր Սաղին չեմ ասցնի ասես։ Դուզինը չեմ սաղին ասեմ, ասինք դու ես քեզ դու յուսի բայց որ ասեին հայ բան կողներ կընդունել երեւի։ Չմտածի հարկասեր բան որ ասում չոց մի անգամ բաներ։ Բաղտա, էսը բայց էլի ինչ որ սոցիալական ոնց որ օրինակ ասում ես ստենդափը մեր մոտ կայացմանը չէ դա հավես փուլմա, իսկ մո սոցիալական sense նորմերը ինչ որ էլի տենց կայացման փուլի քիչ։ Իրականում որպես ենք բան ընդհանուր որպես գաղափարը ձիբիլ գցելը դուրսը, բանը չէ որ մենք Հայաստանում չի այդ խնդիրը։ Կան ինտեղ եղել է, ինչ որտեղ լուծել են, ինչ որտեղ չեն լուծել ու կան հետազոտություններ, կա մի հատ այնց շատ հետաքրքիր բան, որ կոչվում է բան ջարդված պատուհանների թեորիան, որ եթե ինչ որ փողոցում մի հատ պատուհան ջարդվում է երկար չի վերանորոգվում, ինչ որ ժամանակ հետո բոլոր պատուհանները ջարդված են լինելու։ Ոնց որ քաոսը շատացնում է, անկարգությունը շատացնում է։ Տես մի հատ էքսպերիմենտ են արել, մի հատ պատ են վերցրել ու մոխրամանները ցավ տարել են դից։ Ոչ մի զիբիլաման չկար։ Մարդիկ գալիս էին, ընդ պարկովկա ու ոչ մի բան չէին թափում։ Հետո գրաֆիտի նկարեցին գեշ պատին ցած։ Չէ, պրոստը մենակ այդ գրաֆիտին ամբրացրեցին ու շատ արագ ընդ ախպա։ Հա, քաոտիկ վիճակ ստեղծել։ Դու տենում ես արդեն ախպա, ու դու ես ախպա բրացնեմ։ Դες կա ինչ որ ուղակի հոգեբանական հարց, երբ որ ես դուրս եմ գալի որպես մարդ ու տենում եմ սուրջս զիբիլա, ես հետո այ դուք ինքնիք ինչ եք Այստեղ բանկա, եթե գրաֆիտի փոխարեն լիներ ինչ որ ուրիշ նկար, ասես սիրուն է տաղ։ Մոնալիզայի նկարը։ Երևի չէին անի։ Ասի ճապոնյան մեր եկեղեցու մեջ չմնալ, եկել էր այդպես զարմացած որ ախպաման չկա, բան, այդ գիդը ասել էր որ ամեն մարդ դե մաքուր է շատ, անմարդ տնից դուրս գալուց մինչ որ տոպրակա է։ Ստուպիր աղմուկ ու կակում բանում։ Հետո քրոջս է խոսում, ով ճապոնյան սովորելա, մասնակից շատ գիտի, ասում է բանա, ոնց է այդ ստացվել, էլի ինչ որ տերակտի վտանգ է եղել։ Ախպամաններից մեկում կարող է Մոսկվայում եք Կաթմուվեն բան, հա։ հում դնեն, բան եւ ախպամանները վերացրել ուղղակի։ Հիմա մի քիչ խորը կատաստրոֆ ասում կարող է ժողովին հավաքվել են միտեղ այդ հարցերից մահվողները, ասել են ոնց անենք որ այդ հավաքում աղջիկը, ասում եմ մի հատ եկեք լուր տարածեք, որ ասենք COVID-ը։ բայց մենք դեռ չի աշխատել, դա ճապոնիա։ Ես շոմ որ Մոսկվայում նույն պատրվակով հանեցին էլի զիբլիան։ Էլի դերակի համար։ Ասին դերակտի բարձրացում։ Այս տածում որտեղ տեսել որ պրամ բոխրալ շուշից հազարավոր բոխ հավաքվի, որի կտած վտանգ է։ Հակաբարձ դեպքից խախոտային դերակտը։ Զիբլի ավար շուրջը կակրաստիկի միշտ դատար կա։ Դա ամենաանվտանգ բանն է։ Ես բանը մտածել եք իլպի հարցերի, օրինակ իմ կյանքում ելել ես եմ նետել։ Հա, իհարկե, բոլորին է եղել։ Ես դրա մասին կասակ ունեի, որ ես sense Բայց քեզ ասել են որ չի կարելի էլի, քեզ մոտեցել են նույն խնդրով։ Չէ, դա չէ, բայց ինչ որ եղելա որ sense մոխրամանը դատարկես մեկ էլ մեկը սիգնալ։ Ինչ կետուսը պետք է Հա, բանկա քեզ ասում են դու էլ ես սկսում մտածել արա ճիշտ է։ Ոք բայեկե որ ինձ պրիմո ասել են։ Ժամանակվա անկերից ասես դու հեչ կրոտոյ տես չունես, երբ որ բիճոկը ասած կայծերով գցում ես քեզ։ Շատ դեբիլ տես կուլես այդ ֆայն։ Just մի մտածել որ դու կրոտոյ ես դրանից որ դու դատում ես։ Դες ճոքի ճիշտ էլ դկատես որ հա, ես տածա մտածում եմ։ Մոխրամանը տաբեր ավելի դեպք։ Ու դες մեջ տածել որ տիպ բան։ Բայց մի անգամ ես շում քայլում եմ մի հատ խանութ էր, ընդդեմ մոխրամանել, ուզում եմ ջոկցեի ու տերը էլա, ասես պիքսի ես սրա համար չի։ Արա ինձ շատ աներվան։ Ասում դա սրա համար չի, սրա համար չի։ Ոսս գետի քսեցի, քարեցի, հետո մտածում հիմա մարդ կողքից նայի, ասես տեն այդ բիճոկը ու կողքը մոխրամն, ասում այ կողքը մոխրամն։ Քեզ գետի։ Դες շնավ էլի շատ լավն ասում որ այդ խանութների մոտի այդ որ շրջում են որ փակ լինեն, իսկ գարդեն են գծնում, տեսել եք որ տիպը սկոչով փակում են։ Դա որովհետև բան մեծ կտոներ են գծել, դες դա չեն կարող դա դարքեն դա։ Բայց մոխրամանի համար նորմալ է։ Բայց Իսկ դուք դուք ստենդափ քաղաքական թեմաներ անում եք։ Արցախի մասին հարցը։ Ժամանակ հա անում են, ես էլ անում եմ էլի մարդիկ որ անում են։ Ուղղակի այդ բանն է գալի, երբ ես դուրս եմ գալի ինչ-որ բան պատմում քաղաքական թեմայով, հետո մտածում ու ինչ ոչ բան չփոխ։ Ապա դու ինչն ես ուզում փոխվի բայց։ Չէ, ուզում եմ ասել, Եթե ուզում ես շուտ բան փոխվի, գնամ մի Դա ապրես, որտեղ ես պատմում եմ ու տենում եմ մարդիկ ասես, հա մենք համաձայն ենք, դու ես մեր նման մտածում, բայց ես գիտեմ որ չեն ասում բան եմ անում մտածում, իրանք խնդում են պրոստը որտեղ խնդալու բան ես ասում։ Ես չեմ մտածում, էլի ստենդափը քաղաքականություն փոխելու համար բան կարա ծառայի։ Եթե դու հերնում ես որ ստենդափը լավ է իրոք։ Դե կատակ եմ անում։ Ես նստեղված եի ստենդափից ու
ինչքան ոչ մի բաներ вообще էլի, ես նենց ավելի շատ եմ սպասում, բայց իրանք լիքը սետափներ ու զրո punchline-ներ։ Ապա դե բանը, օշի բանը գիտես ոնց ընդհանուր կոնցեպտը հետաքրքիր էր, բայց բանը ինքնագովասան։ Իսկ դու ոնց կներես, իսկ դու ոնց սկսես վարել այս ոդկասթը։ Իսկ դու քիչ եք մտածում։ Բայց ինչ անել հասցանից հետաքրքիր է, ինչ ռեզուլտաներ։ Որ արդյոք կարող Արցախի մասին կատականենք։ Ոչ թե Արցախի մասին կատականենք, այլ արդյոք այսօր ինչ որ նորմալ չէ, հա։ Արդեն համարցակ հարցեր բարձրացվում են, չեն բարձրացվում։ Իսկ ասեմ հենց պատերազմից հետո ավելի շատ էր։ Հմ։ Որտեղ մարդիկ շատ էմոցիոնալ են, հենց սկսեցին ստենդափ վերականգնել, դե մի տարի, 2 տարի անցավ, սկսեցին վերականգնել ստենդափը, այդ ժամանակ ավելի շատ էին ասում, ավելի տենց ինչ որ կար այդ զգացումը, որ Իրականում դե սկզբում բան էր, փակ էին ժողովուրդը, դա կոմիկներն են, հակառակը այդ ժամանակ ակրած շատ ավելի ակտիվ էր, հա։ նույնիսկ մի քիչ չափ հանցնող ազատ էր։ Հիմա մենք արդեն ինչ որ կանոններ ունենք, Բայց իրականում արյում որոշեցին ինչ որ բայց, որ հա լոկալ ժամանակ չի կարելի։ փուրալ չի կարելի։ Ահա։ Դες մենք green room-ում օրինակ թողում ենք, որ լրիվ բաց լինում մարդկանց զուշացնում ենք, որ ստեղ եթե գալիս եք, կա պատրաստ լինենք, որ ստեղ մենք ոչ մի ձև ցենզուրա չենք։ Մեկը դոգի չի հասնում։ Անցնում ենք։ Դանգոմայ։ Եվ մենք քորենք դարի։ Լանդեր, բայց հոսքի արյուն մենք արդեն ընդունում ենք, որ այս արդեն ինչ որ մշակութային վայր է, որտեղ մենք չենք ուզում մարդկանց վատ օր ստեղծենք, էլի որ գա պրիվետով բուսիկայից ինչ լսեք, քեսի կատարվում։ Արդեն մի քիչ դրա մեջ եմ մտնում։ Բայց ինչ որ արկեր կա, նույնիսկ ես sense ասեմ, ես Մոսկվայում ավելի շատ եմ խնդրեմ ունեցել ինչ որ կատակի պատճառով, քան ստե։ Մոսկվայում ինձ մի քանի անգամ մոտեցել են ասում, ես ինչ ես ասում, խոսքի նույն Այս բայց ինչ անտիպուտինական բան է։ Չէ, բան է, դե ես վատ բան չի ասում, բայց ինքը իմ աթեիզմի մասին էր։ Հա։ Ու Մոսկվայում մի քանի անգամ մոտեցել ոնց է sense բաներ խոսում ես, ինչ ստեղ մենակ կոմենտերում ինձ sense բան։ Այո, չէ, Չէ, ռուս։ Ստեյնս կյանքում ոչ մեկ երիտասարդը հետո չի մոտեցել այս հարցերով, էլի։ Ինձ թվում է ես ազնիվ դες մտածում եմ, որ Երևանի մասն առնվազն հիմա շատ ավելի կրթված է ու շատ ավելի առաջադեմ է, քան ստե Մոսկվայի մասն, որի առաջադեմից ունում, որովհետև ընդ շատ մարդ կամ ու ծայրահեղություններն էլ շատ կան։ Ընդ շատ անդուր ձև են մուժիկներ կան, մեկ էլ որ սրանց մոտ Տեսնում ես։ Հա։ Միշտ ոնց է եկել։ Միշտ է ցայրը։ Յանքան նստեց սամալյոտ, չնգամ սամալյոտը։ Այդ բորի միշտ բերում են։ Տենց բանա, տենց պայից որ եղել է, որ ինչ որ բան, տենց գրքոց մի հատ մուլտիկ կար, որ Երևան ճապոնական անիմե էր, բայց Հիսուսի մասին ինչ որ մուլտիկ է, կյանքից դրվագներ էին միշտ։ ժողովրդավար։ Ինչ մուլտիկա։ Այո, թրջող տնակ էլ կար մեջը, չէ՞, տես։ Ոչ, ինչ որ է, տենց գրանցի տադիկից մոտ, դա տադիկսը տենց սովորական մարդ։ Ասած էսի չնայես աշը։ Աստի բան, աստված գործունեություն, ասած դե աստված է այնա ինչ որ մարդիկ բնությունն են անվանում, ու այդ արդեն այդ մտածելակերպի ուղին իմ համար բացես։ Համաս դες եթե փոքր ժամանակից չունես այդ մտածելակերպի ուղին, ու ոնց է դրա մեջ ես մնում։ Բայց ես երբեք իմ աթեիզմը որպես, չէ, երբեք չէ, բայց վերջի տարիներին համարամով չեմ դիտարկում որպես չէ պարտանանքի հատ։ Մենք օրինակ Թովմասի հետ ենք երբ որ պատասխանում եմ, ես ասում եմ որ ես ավելի շատ զգում եմ որ հավատքի համար դու ինչ որ խիզախության յուրօրինակ տեսակ պետք է ունենաս։ Երբ որ դու ուղղակի այդ հավատքի թռիչքն ես անում, որը ես չունեմ։ Ես չեմ մտածում որ ես դրանից ավելի լավն եմ դառնում կամ չեմ, ուղղակի այդ ինչ որ հավատալ ու նակությունն է, որը ես չունեմ։ Ամեն բան կա տարածված ոնց չէ։ Երազանքների իրականանալու չես պատմում։ Մտքի ուժը դատում, հա։ Ոնց Խոսքի ուժը, հա։ Չէ, հավատալու բան։ Բայց դու մտածում ես որ այս կարակապ ունենա, հավատքի։ Դու հիմա քրիստոնեության մասին ես խոսում կոնկրետ թե բանի գլոբալ տես հավատալու։ Այդ խոսքի մի տարոց ունենաս ես մի հատ բանդ, չգիտեմ ինչ կոնկրետ։ Այս է ոսպես հավատալ առաստվածն է։ Ոսում թե հավատալ ինչ որ լավ կստացվի, եթե լավ լինելու հավատում ես չի Այն, չէ, դες կան։ Նա ես միշտ համեմատրեմ ես ինքս հետ որ օրինակ դու երեխա ունես ու դու հավատում ես որ քո երեխան ամենալավն է, որ իր մոտ ամեն ինչ լավ է լինելու։ Չնայած ստատիստիկայով ու օբյեկտիվորեն կարան լրիվ ուրիշ տվյալ լինեն։ Բայց քո այդ հավատքը ինքը անհրաժեշտ է քեզ որպես ծնող, դու պետք է իրան ունենաս։ Ինքը տենց շատ յուրահատուկ ձևի ինչ որ էմոցիայի նման բան է, էլի։ Չէ, ասես բան կա, որ հավատում ես որ քո երեխան ամենալավն է։ Ինքը քո համար ամենալավը, քո երեխան է, բայց այսինքն դա փորձում ես համեմատության մեջ չես ասել, էլի որ այսինքն եղբոր քրոջ կամ ընկերոջ երեխու հետ համեմատած ինքը ամենալավն է, ասես մա չկա։
Հավատում ես, հա, բայց հավատում ես սրտանց, որ իրավունք նո ստացվում։ բանն է, էլի։ Այդ հավատքը քեզ պետք է, ու դու պետք է այդ հավատքը ունենաս, որպես ծնող չես կարող։ Ես օրինակ երեխան, որ նայած բան կա, էլի, երեխեքից շատ բան կարող սովորել։ Իսկականից էս էլի։ Ու իրանք ոչ մի հատուկ բան չեն անում, ինքը չի կարող քեզ ասում, հիմա նայ ոնց պետք է։ Ես թատերախումբ եմ գնացել, Ովքեր նայես, ինչքան լավ օրինակ բանկը չասենք անել որ սկսում են քայլել սովորել, անդադար ընկնում կանգնում, անկանը կանգնում չէ, մտե կանգնում չի ընկնում։ Իսկ ինչ է իրան շարժվում, դե բացի շուտ անական զարգացում, շուտ բանկա չէ, միտքեր կա դրա մեջ, չի կարող մենակ ռեֆլեքսի շուտ վիճակին։ Ես մի անգամ Ես գայ վելոր կարտին, չէ։ Իսկ շուտ էս պահել չի լինում, զուտ հետաքրքրել մարդեն տած ընկերական։ Այդ Չու մի բանի կարիք չես զգում ինչ-որ sense ուժելի գլոբալ Զգում եմ։ բան չկա տենց Զգում եմ։ Ես հասկանում եմ ինչի մասն ես։ Այդ ինչ որ տենց իմաստ ստանալու ես ամեն ինչի, որ ամեն ինչը ուսրել իմաստ տա, էլի, որ այս ամեն ինչը հենց այնպես չի, որ այս քաոսը հենց այնպես չի, որ ամենատենց վատ արտացոլումները կյանքի ինչ որ բանի համար են։ Աստվածաբան կա հետաքրքիր ո՞ց է ասում Օսիպը, հա, ո՞ս մտած, բան այլ բաբի կա։ Բայց շատ հետաքրքիր դասախոսություն է բاب, ներեք նա բաշխումից ընկել նայեցիք ինձ առաջ, այդ ոնց որ երկու աշխարհների մասն էր խոսում, մի դեպքում եթե չկա ծուր, այդ անկանում է Աստծո, մյուս դեպքում եթե կա, ասենք եթե չկա այդ դեպքում ոնց որ ուտել խմել, պարկել, քնել, ոնց չուր հոգևորը ոնց որ եթե չկա, այլ եթե թանում ես ինչ-որ բան է դառնում։ Նայ, այս շատ կարևոր հարց է։ Այսինքն դու stand-up monologue գրում ես չես որ մեջում այսպես չէ հոգի ես դնում մեջ ինչ-որ թեմա ունես, էլի, այսինքն կապակը մեջ դու դուրս գաս այդ հոգևոր տաս սկսես կրոնից խոսալ, Աստծոց խոսալ, այդ նկատչում եմ այնպես։ Բայց ինչ-որ կարող է դու մեկ կենսաղային կատակ պատմես, որը ասենք քո համար ասենք լիքը կարևոր է, այդ իրավիճակը դու ուղղակի ֆրծրել ես այնպես, որ մարդկանց պատմես որպես հումոր եւ այլն, բայց ինչ-որ տան ուտելիքը ոնց է մամայի եփած ուտելիքը, էլի, դաժե որ ես ինչ որ մեկի տուն եմ գնում իրանց տան սարքած ուտելիքը, որ ասում եմ մամայի սարքած ուտելիքն է լավն է, համով է, շատ համով է, ոնց որ մեջ sense հոգի դրած լինենք, էլի, sense կա աուրա է, էլի, ոնց որ այդ ընկալումի, որ այդ քո ասած այդ զգացմունքի կարևորությունը հիմա որ այդքան մեծ չի, որովհետեւ ես հասկանում եմ, որ ինքը կարա ուղղակի էֆեկտ լինի, ոնց որ դու խմածես ու դու էֆեկտ ես, բայց այդ քո այդ տենց ինչ որ ինքը ինչ որ իրականության հետ կապ չունի, ոնց է զգացումն է։ Չէ, ախպերս, Բայց քո ասած դու խմածես կոնկրետ հենց ֆիզիկական ոնց որ դու բան ես ընդունում մեջը, դու ուզում ասեմ իրականությունը չի փոխում, քո անկալումն է։ Լավ, դե քո համար փոխում է։ Դու իրականության մի մասն ես։ Իմացն եմ, չես։ Չէ։ Բանա, իսկ այդ քո ասած այդ որ ցանկություն առաջանա ինչ որ բանի, այդ հենց այն պատճառն է, ինչի ես համարում եմ, որ այն որ ես չեմ հավատում պրոբլեմը ավելի շատ քան ստի, որտեղ ես շատ անկում գիշերները մնացի դրա պատճառով, երբ որ ես այդ կասած իսկ ինչ կա դրանից հետո ինչի համար այս ամեն ինչը ես օրինակ առավոտ արթնանալու եմ գնամ լողանա ինչի համար այդ սա հիմա տեղել է ուզում ասել նույնիսկ այդ իմ մեջ չի առաջացրել հավատքը ես ավելի շատ կուզենայի որ ինքը լիներ բայց ինքը կամ կա կամ չկա դու չես կարող միացնես գիտակցաբար հասկանու՞մ ես չեմ ասում ոնց որ դու եթե հավատում ես դու չես կարող գիտակցաբար որ իսկ հիմա ես էլ չեմ հավատում չէ արդեն կա քո մեջ չես կարող դու դրանից փախնես ոնց որ ես չեմ կարող այդ ստանալ ուղղակի դա ծառայում որ Թոմասի հետ խոսում ենք կարծում էր կգա ուրեմն ժամանակ էլի տես ինքը շատ տես հետաքրքիր տես բայց կարա էլի մի տես բանաշ ոնց որ բանը դու չես խորացել չես մտածել էլի չես ուսումնասիրել ոնց որ ուսումնասիրել նո вообще իրականում քիան մարդիկ գնում ես այդ կոնտենտուկների մեջ շատ եղել եմ то есть ես հա ես Աստվածաշունչը վերցի որ կարդամ правда սխալարեցի 5 գտակարանից սկսեցի ու դրանից հետո նոր գտակարանը չձգեց ինձ շատ ջանջամ գիրք է էլի որ չեմ կարդում ես հետո շատ հետազոտել եմ նայել եմ բայց դու չես կարող ինտելեկտուալ դրամ գաս то есть հավատքը ինտելեկտուալ հարց չի որտեվ իզնից շատ ավելի խելացի մարդիկ կան որոնք հավատում են ու իզնից շատ ավելի խելացի մարդիկ կան որոնք աթեիստ են այդ ինտելեկտը ոչ մի ուղիղ կապ իմ համար չունի ուղղակի ինչ որ ուրիշ հարց է էլի իմ համար Թե ինչ-որ կապ ունի ինտելեկտի հետ իստում ամեն դեպքում։ Ես բաններ։ Հաս։ Դեռ ուղիղ
ոնց որ որպես պարտադիր պայման կապ չունի, բայց այդ տարերից մեկը ինտելեկտուալ լինի։ Կարող ես ոնց ասեմ, ամեն ինչի համար իրական, բայց կոնկրետ թեմը դրա մասին ենք խոսում, ինչ որ հետազոտություն անել, փորձել փաստեր համադրել, կապ չունի վերջնա հաշվարկում կհավատաս չես հավատա, բայց նույնիսկ որ ասենք աթեիզմ չհավատալ, բայց ինչ որ հետազոտություն ես չի արել, ինչ որ տրամաբանական համեմատություններ ես արել, որ եկել ես դրան, դե նա ինչ որ մեր ժամանակներում ինտելեկտի դրսևորում էր։ Եթե որ ժամանակներում որ արդեն ոնց որ տենց այդ միջավայրում էին իսկ մարդիկ ապրում, մեծանում, սա դա ասում Աստծո գաղափարի ներկայացումը շատ բնական է։ Հետո դե վերջում ես վերջերս ոնց որ արկելվածել է եկեղեցի չի։ Արկելված չէ։ Ну բանը կոմունիստից երբ էր։ Չէ, արկելված չէ։ Ես կնքվել եմ եկեղեցում Չէ, դու չէ, Զորտի ժամանակ։ մեզից առաջ դու Դրանից առաջ։ ապուս թվերի։ Արկելված չէ, դու Բոլշևիկյան հեղափոխությունը ահավոր շատ նույն հարց կար, որ իհարկե շատ ճնշումներ եղել են եկեղեցում, բայց արկելված այդ մի քիչ չափազանցված է, որտեղ ես չեմ ուզում արդարացնել այդ ճաղաշները, կինոյի նման, էլի, այս կինոն որ արկելում են, այդ կինոյի նման, արկելված չի։ Չի եղել ոնց որ այդ սուրբ վախ էլի եկեղեցիների հանդեպման, բայց նույն ժամանակ, օրինակ սովետական այդ ժամանակաշրջանում ամենաշատ պեղումներն են եղել եկեղեցիները, բանկերը, որ Նույնը դու ընկվել ես։ Քեզ ինչ դու գանե եկեղեցի։ Ну ես չէ, չեմ ասում աթեիստ։ Ես իմ տարօրինակ բան է, որ ես դրա մասին կատակում եմ, որ ես ասում եմ այն մարդիկ են, որ ասում են ես Միշոն ասում է դու ես, հա։ բան մարդիկ են, որ ասում են ես հավատում եմ, որ Աստված կա, բայց օրինակ եկեղեցում ես չեմ հավատում, Զոմ ես դրա հակառակն եմ։ Ես չեմ հավատում, որ Աստված կա, բայց եկեղեցում ես եղել եմ։ Ես գիտեմ, որ ինքը կա։ Ես եկեղեցու հանդեպ շատ տաք զգացմունքներ ունեմ։ Ես սիրում եմ ինքը իրան որպես կառույց, որպես ինստիտուտ, որպես տես մշակույթային բան, շատ սիրում եմ եկեղեցականների հետ խոսալ, որտեղ իրանք շատ ուժեղ կապված մարդիկ են ու տես հումորով։ Իսկ որ տես մեծ հրաշք կլինիկը հավատաս։ Դե ես եթե պրոստը հրաշքնի չէ։ Ինչ ես ուզում իզնից։ Արա էլի մի հատ հավատություններից բաներից եք խոսում, ինչ ես կապել։ Չգիտեմ, կարող է։ Ես չեմ կարող այնպես վերջնական փակեմ իմ անվանի հարցը, որտեղ էլի եմ ասում, ինձ շատ ավելի խելացի մարդիկ հավատացել են։ Հրաշք։ Ախր գիտես ոնց է, այդ է ինձ ասում։ Հրաշք ասում եք։ Ես Մերլինին եք, չէ՞։ 2007 թիվներ ես փոքր երեխա եմ, ապան շատ վատ էր, եկել էր Հայաստան, գիտենք որ 20 օրից ինքը մանանալու է, սաղը տենց գիտեն։ Ես ինչ-որ վերցնում եմ խաչ, ես սկսում եմ աղոթել բան, հետո վիրահատվում է, լավ է, ամեն ինչ լավ է գնում, ու տենց ես մտածում եմ, այդ ես էի։ Էդի հաստատ ես էի, ու տենց որոշ ժամանակ տենց էի, ու չէի ասում, տունը չէի ասում, արումից այդ շատ սխալ միտք է։ Գիտեմ, ես դե շատ իմանա ինչ աղոթել։ Տունը չէի ասում, որ ես աղոթել եմ, ձեզ որ հանգած հերց չփրկվի, բան, ոնց ես պատկերացրել եք աղո պատմել փճվի սա, Այսինքն կոմիկ են գել։ մի քանի տես ոնց որ տես շատ անձնական իմ վրա ազդող դեպք կա եղել։ Որից հետո որոշ բաներ իմ մեջ փոխվել են։ Բայց ինքն էլ տես միանշանակ չի, այդ ամիջը Հաստատ միանշանակ չի, հաստատ չի։ Դες բանա, հետո երբ որ հետազոտում ես փիլիսոփայությունը, դասնից որ տարբեր ժամանակաշրջանում մարդիկ շատ տարբեր բաներ են հասկացել աստվածասերով։ Ու տարբեր փիլիսոփաներ Աստծո մասին խոսալուց, այսինքն օրինակ կա ինչ-որ բան, հա, օրինակ մաթեմատիկայի մեջ կան շատ տարօրինակ զուգադիպություններ կամ ինչ-որ այդպես կան այդ կոնստանտների, հա, այդ բան Զալատոյ Սիչենիայի հարցը, երբ որ դու նկատում ես, որ այս ամեն ինչի մեջ ինչ-որ պատերներ կան, որոնք չպիտի լինեին, եթե մենք աբսոլյուտ քաոտիկ աշխարհում ենք ապրում։ Ու նկատել այդ ամեն ինչ ասել Աստվածը այս է, ինքը լրիվ ուրիշ մոտեցում է դրան։ Կարելի է ինչ որ իմ համար Աստծո գաղափարը գիտես իր ամենա ոնց որ մեծ բանը ինչն է իմ համար, որ ես որպես աթեիստ ու դու որպես հավատացել ես, որ Աստված ենք ասում, մենք իրար հասկանում ենք։ Ինքը ինչ որ կետ է հասկացողության, որտեղ մենք կարանք հաշտ լինենք անընդհատ, որովհետև ինքս աբսոլյուտ միավորող գաղափար է։ Ու այդ առումով որպես կոնցեպտ Աստված գոյություն ունի մարդկանց մտքերում որպես միավորող։ Իսկ այդ պահքը որ շատ անհատական ճանապարհ է, որովհետև մենք թե մեր օրերում թե անաշխարհային պատմության մեջ կտեսնենք հազարավոր միլիոնավոր աթեիստներ, որոնք շատ լավ մարդիկ են եւ հավատացել դեռ որոնք հեչ լավ մարդիկ չեն եւ հակառակներ։
Այսինքն մարդս մարդ լինի, էլի։ Իսկ եթե Աստծո հետ օրինակ կապված իսկում այդ մի տեսակ այսօր շատ հանրայնացված է այսօր այս թեման մեզանում մենք տեսնում ենք եկեղեցում ինչ վիճակա պատարակներում ինչա կատարվում եւ դա բավականություն է որ այդ մարդիկ որոնք անդադ Աստծուց են խոսում լրիվ ուրիշ բաներ են անում լրիվ հակառակ տպավորություն է թողնում ու ոնց որ այդ ամեն ինչ չից ելնելով օրինակ ինքս մեծակ խոսատան է թեմանից խոսել Իսկ բանը անցտես թեմա է կամերաները որ չէ սա վերջացնում օրինակ կպահպան այդ ինչ դեպքային է եղել բայց մենք մի հատ այնց հասարակության մեջ ենք որ ես կետեր կա որ ոնց որ շատ քաշում հանրայնացնել էլի Դուք մեզ պրոստը որովհետև եթե անկեղծ նայենք այսօր աշխարհում Այսինքն ինքան չարիք կա, նստած խոսում ենք, այսինքն դեպքեր ինչ է կապել աշխարհում ու մենք պլանավորում ենք մինչև 10 տարի առաջ կամ մինչև մի ամիս առաջ, բայց ոչ մեկս չգիտի բարի չէ։ Իրական աշխարհը դաժան է, իրական աշխարհը բանը, ասես սովորական մարդը չի հավատա, որ ես ասեմ եկեղեցականը խաչի փոխարեն միամիտ զենքն է հանել։ Դա իր համար աբսուրդ է, բայց իրական աշխարհը տենց է։ Իրական այդ իրական դեպք աշխարհը շատ Չէ, անակ այդ որ Գիտեմ, որ եկեղեցում չէ, դու որ նկարում ես այդ իմ համար ինքը 0 կարևորություն ունի։ Ոնց? Ասեմ ինչի։ Այդ մենակ այն յուրահատուկ տեսանկյունն է, որովհետև ես ոնց որ հավատացյալ չեմ, ես չեմ պահանջում մարդկանցից կատարելություն, բայց ինչն է հետաքրքիրը, որ եկեղեցականները չեն պահանջում։ Պահանջում են։ Չեն պահանջում։ Իրանք իրանցից են պահանջում։ Այս կներես նվեր, բայց ես տգիտություն այն որ դու ասում ես իրանց ասած այնը որ կատարել է, կարող լինի մենակ Աստվածը։ Մարդը ճիշտ տկա։ Ուրեմն մենք իրար սխալ հասկացանք։ Եկեղեցականները իրանք իրանց պահանջներ չեն դնում իրանց դեմ։ Չէ։ Մարդկանց դեմ չեն դնում պահանջ։ Չէ, իրանց հետ ես ուղիղ խոսացրեմ դրա մասին ու օրինակ հրաշալի մարդեր ես այն, Իջնասնի Մավլո աշխատող, ինքը ինձ ասեց, նայ, մեր մոտեցում են, որ կառույցը անթերի է, բայց մարդը միշտ տկար է։ Դու պետքա ձգտես ավելի լավ։ Կառույցը շենք է, աշ։ Կառույցը ավելի լավ իմաստով։ Հա, լավ։ Նայ, մենք ունեցել ենք այսքան պատմություն, հա, որ Չի կարող անթերի 1700 տարվա ընթացքում մեր եկեղեցին ինստիտուտ դառավ, որը միակ կայացած ինստիտուտն է։ Լիքը իր թերություններով ու անթերի լինել։ Ո՞նց կաշասնեմ։ Ինքը իր մեջ պարունակում է ամբողջ պետականության, այսպես ասում եմ, հարցնել ենք ամբողջ պետականության բեյքափը։ Չէ, ամբողջ Խոքս պրամը դա Ամբողջ։ Չէ, ապա բանը ես դեմ եմ այդ բանին, որ вообще պետքա եկեղեցին ու պետականությունը մի մասնիկ։ Չէ, նայ, նորից։ Նայ, էլի դու ուրիշ բան։ Դու ասում ես, որ եկեղեցին Դու ասում ես, որ եկեղեցին ինքը անթերի է, չկա տենց բան։ Իմ ասածը այդ ես իրանց ասածն եմ ասում քեզ։ Իրանց սուտեն ասեք ես։ Աշ։ Դու ինձ դգետ մի անվանի դրա։ Նայ, չէ, ես ասում եմ տգետություն այն, որ դու ասում ես, որ իրանք ասում են, որ մարդը պետք է կատարել լինի։ Իրանք ստիպում են, ապա չեն իրանք ստիպում, չեն ասում կատարել պետք է լինի։ Իրանք միշտ նենց են արել, որ մարդը, եթե պրավիլաներ կա, չէ, ոնց ես դու եկեղեցի մտնում։ Խի ես դու ակամայից հետևով դու, հետևանց մարդիկ։ Ես ինձ երբեք ոչ մեկ տես բան չի պահանջել։ Ես միշտ մտել եմ եկեղեցի ուղիղ դուրս եմ եկել, որտեղ ես համարում եմ, որ դա մեյմունություն կլինի, որ ես որպես չհավատացող մարդ ինչ որ տես բան անեմ։ Այդ երեսպաշտը ու ինձ երբեք ոչ մեկ դրա համար բան չի ասում։ Ինչի ես դու սխալ մտել եկեղեցի։ Ավելին ասեմ, հենց եկեղեցականները բողոքում են, որ այդ մոմի աշխատողները մեկ էլ գալիս են, ասում են մի արեք տես բան։ Թոմասի կոնկրետ օրինակը բերում է։ Ինչա։ Նայ, իմ ասածը եկեղեցու մասին։ Այն է, որ եկեղեցին պահել է մեր պետականությունը, այդ ժամանակ երբ մենք պետականություն չենք ունեցել։ Ինքը իր մեջ ունի կրթական էլեմենտ, իր մեջ ունի գիտական էլեմենտ, իր մեջ ունի իրավաբանական էլեմենտ։ Այդ ամենը պահպանված է։ Ինքը գրափարն է պահում, մեր մշակույթն է պահում։ Ոսկի մատենադարանը, գիտես մատենադարանը ինչ է։ Իր բառը որտեղից է եկել։ Մատենադարանը այդ եկեղեցու գրադարանն է։ Առաջին մատենադարանի գրքերի աղբյուրը եղել է կաթողիկոսի գրադարանը։ Այսինքն այդ մեծ հենց ինքը հայ առաքելական եկեղեցին է, այդ շատ ազգային կարևոր կառույց է, որը գոյություն ունի 1700 տարի։ Բրո, ես չեմ ասում վատ այդ, շատ լավ է։ Ու ինքը Ես հպարտ եմ դրանով, բայց ինքը ավելի մեծ է, վատ մարդիկ լինեն դրա ավելի մեջ աշխատում։ վատ մարդիկ որտեղ չկան։ Ինչ մի հատ կառույց Դե մի որտեղ հատ չկան։ դու միշտ արդարացնում Չեմ արդարացնում, մի հատ օրինակ բեր։ Լիքը վատ մարդիկ են։ Ապել բանը, ինչ էր, այս մեր բռնեցին,
Նորից դու իմ հարցը լսի։ Օրինակ եմ Իմ բերել։ հարցը Չէ, դու ինձից օրինակ ուզես։ Չէ, ես քեզ Հենց այդ նույն եկեղեցականը, որ բաներ, սարի վրա բաներ կազմակերպել։ ես քեզնից ուրիշ օրինակ։ Ես անունը չեմ հիշում իր ամորը։ Որ մի հատ կառույցի օրինակ բեր, որտեղ ված մարդ չկա։ Ու ես քո հետ կհամաձայնեմ։ Հաջողություն։ Մի հատ բան Spin production, Նորենք է։ Սենատորի բաց։ Լսին, շատ հաճույքով լսում եմ ձեր խոսակցությունները, բայց մի հատ ուրիշ հանդիպման պիտի գնանք։ Ցրեց։ Չէ, ես չէ, կարող մի օր գամ, լսենք գամ, որ մի 4 ժամ լինի, Անենք։ որտեղ սա Իսկ ինչքան է։ լսում եմ, ասում եմ, որ մի բան հիմա խոսեմ, էլի գնալու ենք, էլի։ Ժամ 40 րոպե։ Հա, բան, բայց կերտես լավ կնորինաս։ Դժվար ցեն ժամանակ Չէ, չի։ մի բան երեք եկենք։ Դա այս ոտը բանը չէ, բայց կիմպրովիզ, հա։ Բայց գիտարով թե արած։ Գիտա։ Ես նստած եմ ոդկասթի։ Աշոտ մի խոսա, աշոտ պրոշը ճաշոտ։ Ես նստած եմ ոդկասթի։ Իսկ նվերը պապազած։ Давай, я